Ես տուն եկա ու տեսա, որ ամուսինս լաց է լինում։ Նա հազիվ էր կարողանում խոսել։ Աղջիկս մոտեցավ ու ասաց. «Մամ, երբ ես եկա, նա արդեն այսպիսի վիճակում էր, չգիտեմ ինչ է պատահել»։ Բայց երբ նայեցի տեսախցիկների ձայնագրությունները, այնինչ տեսա, ինձ գամ էց տեղում։ Իսկ նախքան շարունակենք, խնդրում եմ ասեք դուք որ երկրից եք եւ քանի տարեկան եք։ Մեզ շատ հաճելի է ճանաչել մեր լսարանին։ Ես այդ 5 շաբթի երեկոյան վերադարձա տուն եւ տեսա, որ ամուսինս Իշխանը ընկած է հատակին մեր հյուրասենյակի կենտրոնում։ Նա կծկված էր ու լաց էր լինում ինչպես փոքր երեխա։ 32 տարվա ամուսնության ընթացքում ես երբեք չէի տեսել նրան այդպիսի վիճակում։ Նա ամբողջովին դողում էր, փորձում էր ինչ-որ բան ասել, բայց բերանից դուրս էին գալիս միայն կտրատված հևքեր։ Իմ սիրտը կարծես կանգ առավ։ Առաջին միտքը ինչ-որ սարսափելի բան է պատահել։ Ինչ-որ մեկին վթար, հիվանդանոց, մահ։ Գլխումս անմիջապես հայտնվեցին որդուս, թոռներիս, տատիկիս դեմքերը։ Խոհանոցից դուրս եկավ Վարդուշը, ձեռքերը սրբելով սրբիչով։ «Մամ», ասաց նա հանգիստ, «ես եկել եմ 20 րոպե առաջ, նա արդեն այդպես ընկած էր։ Չգիտեմ ինչ է պատահել, ոչինչ չի ասում»։ Ես փորձեցի հանգստացնել նրան, բայց անիմաստ էր։ Նրա ձայնը չափազանց հարթ էր, չափազանց հանգիստ, կարծես նախապես փորձած լիներ։ Դրանում չկար այն խոճապը, որ ես զգում էի յուրաքանչյուր բջիջով։ Ես իջա ծնկի Իշխանի կողքին։ «Ինչ է պատահել, վիրավոր ես, քեզ զանգել են, ինչ է եղել»։ Նա միայն գլուխն էր թափ տալիս, նայում էր ինձ այնպիսի աչքերով, որ ես երբեք չեմ մոռանա։ Դրանք մաքուր կենդանական սարսափ էին։ Եվ դեռ մի բան, ամոթ, հսկայական, ջախջախող ամոթ։ Եվ այդ պահին հիշեցի տեսախցիկների մասին, որոնք մենք տեղադրել էինք 3 ամիս առաջ, թաղամասում տեղի ունեցած մի շարք գողություններից հետո։ Իշխանը չգիտեր այդ ծրագրերով օգտվել, նույնիսկ չէր փորձում, բայց ես այո։ Ես վեր կացա, ոտքերս կարծես բամբակից լինեին։ Բարձրացա մեր ննջասենյակ ու փակեցի դուռը։ Նստեցի անկողնու եզրին, հանեցի հեռախոսս, բացեցի տեսախցիկների ծրագիրը։ Ետ պտտեցի ձայնագրությունը 2 ժամ առաջ, եւ այնինչ տեսա էկրանին, 5 րոպեում ավերեց այն ամենը, ինչ ես մտածում էի իմ ընտանիքի մասին։ Ես երբեք չէի հավատա, որ այն մարդից, ում ես ամենաշատն եմ սիրում աշխարհում, ընդունակ կլինեն այդպիսի բանի։ Բայց նախքան ասել, թե հենց ինչ եմ տեսել այդ տեսաձայնագրություններում, թույլ տուր նախ հարցնեմ. հիմա որտեղ ես լսում իմ այս պատմությունը։ Գրիր մեկնաբանություններում, բայց արդարությունը վերջում եկավ այնպես, ինչպես ես ինքս չէի էլ կարող պատկերացնել։ Հավատա, արժե մինչև վերջ լսել։ Իսկ հիմա թույլ տուր բացատրեմ, թե ինչպես ես հասա այն օրվան, երբ դողացող ձեռքերով բարձրացա վերև ու միացրի տեսախցիկները։ Որովհետև դավաճանությունը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ եմ ես կառուցել մինչ այդ։ Ես Ելենա եմ, 63 տարեկան եմ, ծնվել եմ Վանաձորում, իսկ Երևանում ապրում եմ այն օրից, երբ ամուսնացել եմ, ավելի քան 30 տարի առաջ։ Մենք այն սերնդից ենք, երբ ամուսնանում էինք մեկ անգամ եւ ընդմիշտ։ Երբ ծանոթացա Իշխանի հետ, նա աշխատում էր ինժեներ-շինարար։ Ես սովորական քարտուղարուհի էի շինարարական ընկերությունում։ Աշխատավայրում ծանոթացանք, 6 ամսում սիրահարվեցինք, եւս 6 ամիս հետո ամուսնացանք։ 2 տարի անց ծնվեց մեր Վարդուշը, եւ այդ պահից իմ կյանքի գլխավոր նպատակը դարձավ լավագույն մայրն ու կինը լինելը, որին ընդունակ եմ։ Ես թողեցի աշխատանքը, երբ ծնվեց։ Իշխանը պնդեց. «Մեր երեխաներին տանը մայր է պետք։ Ես կաշխատեմ, դու կլինես հենարանը»։ Ես համաձայն էի։ 3 տարի անց ծնվեց որդիս, Սերգեյը։ 2 երեխա, համեստ, բայց շատ արժանապատիվ բնակարան, Երևանի սովորական թաղամասում։ Փոքրիկ վերանորոգում, կարգուկանոն եւ ամուսնություն, որին շրջապատում բոլորը նայում էին օրինակով։ Բայց ոչ ոք չգիտեր, որ ես միայն տնային տնտեսուհի չեմ եղել։ Իմ հայրը, թող Աստված հոգին լուսավորի, Եկատերինբուրգում գործվածքների փոքրիկ առևտրական էր, ուներ Պավիլիոն կոչվող խանութ կենտրոնում։ Երբ նա մահացավ 15 տարի առաջ, այդ առևտրային կետը թողեց ինձ։ Ես անմիջապես հանձնեցի վարձակալության։ Եվ այդ 15 տարիների ընթացքում վարձակալը կանոնավոր կերպով փոխանցում էր ինձ գումարը։ Այդ ժամանակներում ամսական մոտ 25,000 ռուբլի էր։ Ես բացեցի առանձին հաշիվի մանունոր եւ այնտեղ էի կուտակում ամեն մուտքը։ Այդ գումարները հսկայական չէին, բայց 15 տարվա ընթացքում բավականին կուտակվեցին, եւ ամենակարևորը ես ոչ մի կոպեկ չէի ծախսել։ Ինձ համար դա իմ անվտանգության բարձն էր, իմ գաղտնի պահեստը։ Իշխանը ոչինչ չգիտեր այդ պավիլիոնի մասին։ Երբ ես ժառանգեցի այն, նրա ընկերությունում խնդիրներ էին, կրճատումներ, նյարդեր։ Եվ ես որոշեցի նրան չբեռնել ոչ փաստաթղթերով, ոչ խոսակցություններով երկրորդ սեփականության մասին։ Գաղտնի ամեն ինչ ձևակերպեցի, թղթերը դրեցի թուփի մեջ եւ շարունակեցի ապրել այնպես, ինչպես ապրում էի։ Այո, ազնվորեն ասած, մեզ այդ գումարները այն ժամանակ առանձնապես պետք չէին թվում, կամ գուցե ինձ էր այդպես թվում։
Տարիներն անցան, ես ամբողջովին ընտանիքի մեջ էի։ Սերգեյը գնաց Սանկտ Պետերբուրգ սովորելու, ճարտարապետություն, եւ այնտեղ էլ մնաց։ Ամուսնացավ, երեխաներ ունեցավ, տարեկան մեկ անգամ է գալիս մեզ մոտ։ Իսկ Վարդուշը այդ ամբողջ ժամանակ ինձ հետ էր։ Իմ աղջիկը, իմ ընկերը, իմ ուղեկիցը։ Նա սովորել է գրաֆիկական դիզայն, բայց երբեք լուրջ չի աշխատել մասնագիտությամբ։ Եղել են պատահական պատվերներ, մեկ անգամի աշխատանքներ։ Գրեթե 32 տարեկանում դեռ մեզ հետ էր ապրում, եւ ես ոչ մի անգամ նրան դրա համար չեմ մեղադրել։ Ինչու պիտի։ Բնակարանը մեծ է, ընկերությունը պետք ինձ։ Մոր մոտ միշտ տեղ կա երեխայի համար։ 4 տարի առաջ Վարդուշը ծանոթացավ մի երիտասարդի, Դավիթ անունով։ Ինչով է նա զբաղվում, մինչ օրս էլ լիովին չեմ հասկանում։ Ինչ-որ բան ինտերնետ մարքեթինգի, գովազդի, հաճախորդների հետ կապված, նոթբուքը միշտ իր հետ։ Առաջին իսկ օրից ինձ մեջ ինչ-որ բան լարվեց, չեմ կարող բացատրել։ Հայացքը, ժպիտը, խոսելու ձևը, ամեն ինչ միասին ներսումս ոչ էր ասում։ Բայց Վարդուշը սիրահարված էր, փայլում էր, իսկ խելացի մայրը ժամանակի ընթացքում հասկանում է, ուղիղ դեմ ասես միայն կհեռացնես աղջիկան։ 2 տարի անց նրանք ամուսնացան։ Հարսանիքը համեստ էր, միայն մերձավորները եւ մի քանի ընկեր։ Ես ու իշխանը տվեցինք մոտ 200,000 դրամ ծախսերի համար, որքան կարողացանք։ Վարդուշը գրկեց ինձ, լաց եղավ, ասաց, որ ես աշխարհի լավագույն մայրն եմ։ Հարսանիքից հետո Դավիթը իհարկե տեղափոխվեց մեզ մոտ։ Մինչև առաջին վճարումը հավաքենք մեր բնակարանի համար, ասում էին. ես համաձայնեցի։ Ինչ կարող ես անել։ Աղջիկ, փեսա, երիտասարդներ են, թող ոտքի կանգնեն։ Սկզբում ամեն ինչ կարծես նորմալ էր։ Դավիթը քաղաքավարի էր, երբեմն օգնում էր գումարով։ Վարդուշը երջանիկ էր կողքիս։ 1 տարի առաջ իշխանը թոշակի անցավ, 35 տարի շինհրապարակներում եւ վերջապես կարող է հանգստանալ։ Թոշակը ստացվեց ոչ վատ, ամսական մոտ 100,000 դրամ։ Մեզ երկուսիս ավելի քան բավական էր։ Վարդուշը եւ Դավիթը ամսական մոտ 35,000 էին տալիս ընդհանուր ծախսերին։ Ապրում էինք ոչ շքեղ, բայց հանգիստ։ Բայց 6 ամիս առաջ ես սկսեցի նկատել տարօրինակ բաներ։ Նրանք ավելի ու ավելի հաճախ էին փակվում իրենց սենյակում ու շշնջում։ Երբ ես մտնում էի, խոսակցությունը կտրուկ ընդհատվում էր, կամ սկսում էին քննարկել ինչ-որ անհեթեթ բան։ Մի անգամ բռնեցի Վարդուշին իշխանի գրասեղանի մոտ։ Նա փորում էր նրա թղթերի մեջ։ Ինչ ես անում, հարցրի։ Ոչինչ, մամ, պապայի անձնագիրն եմ փնտրում։ Մի օրենսդրական գործի համար է պետք, հետո կկատմեմ։ Ես ձեռքս թափ տվեցի։ Իշխանը դարձել էր ինչ-որ լուր, կտրված։ Ես դա վերագրում էի թոշակի անցնելուն։ Շատ տղամարդիկ թոշակի անցնելուց հետո ընկնում են այդպիսի լուր դիպրեսիայի մեջ։ Ես փորձում էի նրան ոգևորել, պատրաստում էի սիրելի ուտեստները, առաջարկում զբոսանքներ, ճամփորդություններ, սեղանի խաղեր, բայց նա ավելի ու ավելի հաճախ պարզապես նստում էր հեռուստացույցի առաջ ու նայում մի կետի, նույնիսկ առանց հասկանալու, թե ինչ է ընթանում էկրանին։ Առաջին կադրերը լրիվ սովորական է, նստած էր հյուրասենյակում, իր բազկաթոռում եւ թերթ էր կարդում։ Վարդուշը խոհանոցում, սուրճ էր պատրաստում։ Մոտավորապես ժամը 4:30-ին եկավ Դավիթը։ Մուտքի դրան մոտ տեսախցիկը հստակ ցույց տվեց, թե ինչպես նա մտավ, ողջունեց իշխանին, գրկեց նրան եւ անցավ սենյակ։ Ես առաջ պտտեցի։ Ժամը 15:10-ին Վարդուշը սուրճի բաժակով նստեց սեղանի շուրջը նրանց հետ։ 3 չափահարս մարդիկ, մեր սովորական ճաշասեղանի շուրջը, հենց հյուրասենյակի տեսախցիկի տեսադաշտում։ Ես ձայնը բարձրացրի առավելագույնի։ Վարդուշը սեղանին դրեց ինչ-որ թղթեր։ Դավիթը բացեց նոթբուքը։ Եվ ահա սկսվեց խոսակցությունը, որից իմ արյունը սառեց երակներում։ Հայրիկ, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Առաջինը խոսեց Վարդուշը։ Նրա ձայնը այնպիսի էր, ինչպիսին ես երբեք չէի լսել նրանից։ Սառը, հաշվարկող։ Բնակարանը ձևակերպված է միայն քո անունով։ Դու արդեն 67 տարեկան ես։ Ինչ կլինի, եթե վատանաս։ Ինֆարկտ, ինսուլտ, ամեն ինչ կկանգնի։ Ձևակերպումներ, դատարաններ, տարիներով։ Իշխանը նստած էր սեղանի մոտ ու սերը իջեցրած։ Ոչ Վարդուշ, հանգիստ ասաց նա։ Այս բնակարանը մերն է մայրիդ հետ։ Ես չեմ կարող դա, թույլ տուր, ընդհատեց Դավիթը, կոր ժպտալով։ Հարգանքով իհարկե, բայց եկեք ազնիվ լինենք։ Մայրիկի վրա բնակարանը ընդհանրապես ձևակերպված չէ։ Թղթերի վրա ամեն ինչ միայն քոնն է։ Եթե քեզ հետ Աստված չանի ինչ-որ բան պատահի, Ելենան ընդհանրապես առանց իրավունքների կմնա։ Նա նույնիսկ հոնքը չծռեց, երբ արտասանեց իմ անունը։ Կարծես օտար կնոջ մասին խոսեր։ Ինչպես թե առանց իրավունքների։ Իշխանը բարձրացրեց նրա վրա հայացքը։ Հիմա այդպես է կարգավորված, ձեռքերը բացեց Դավիթը։ Դու ամեն ինչ քաշում ես քո վրա, թոշակդ քոնը, բնակարանը քոնը։ Ելենան ինչ անի, եփում է, մաքրում է, սերիալներ է նայում, իսկ թղթերում ոչինչ չունի։
Եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի, նա տարիներով դատարաններ կվազի, տեղեկանքներ կհավաքի, կապացոցի, դու դա ես ուզում նրա համար։ Ես նստած էի անկողնու վրա, հեռախոսը սեղմած կրծքիս, բերանով օդ էի բռնում։ Ահա թե ինչու Վարդուշը մոտեցրեց նրան թղթերը։ Պարզապես պետք է նախապես ամեն ինչ ձևակերպել, որ չուշանա։ Հիմա դու բնակարանը գրում ես ինձ եւ Դավիթի վրա։ Մաքուր ձևականություն ամեն դեպքում։ Դու այնպես ինչպես ապրում էիր այստեղ, այնպես էլ կապրես մինչև կյանքիդ վերջը։ Ոչինչ չի փոխվում, բայց եթե Աստված չանի քեզ հետ ինչ-որ բան պատահի, մենք չենք ունենա ձգձգումներ։ Ամեն ինչ արագ կլուծենք։ Մայրիկին պետք չի ինստանցիաներով վազել։ Չգիտեմ աղջիկս, իշխանը գլուխը թափ էր տալիս։ Ինձ սա սխալ է թվում։ Սա քո մոր եւ իմ բնակարանն է։ Պետք է գոնե նրա հետ խոսել։ Ոչ, կտրուկ կտրեց Վարդուշը եւ ափով հարվածեց սեղանին, որ ես նույնիսկ էկրանի միջով սարսափեցի։ Հենց դրա համար էլ մայրիկին պետք չէ իմանալ։ Նա ոչինչ չի հասկանում դրանից, կսկսի հիստերիա անել, կմտածի, թե մենք դավաճանում ենք նրան, աղմուկ կբարձրացնի, սկանդալ կսարքի, իսկ վերջում ամեն դեպքում պետք է ձևակերպել, որովհետև դա էլ է դավաճանություն, գրեթե շշնջաց իշխանը։ Սա դավաճանություն չէ, հայրիկ, սա ընտանիքի պաշտպանությունն է, փափուկ միջամտեց Դավիթը, նոթբուքը մոտեցնելով իրեն։ Ես անշարժ գույքով եմ զբաղվում, ամեն օր նման բաներ եմ տեսնում։ Հիմա քո բնակարանը արժե մոտ 20 միլիոն։ Եթե դու հեռանաս առանց կտակի եւ առանց նորմալ թղթերի, Ելենան տարիներով դատարաններ կվազի։ Նա նույնիսկ ոչինչ չի կարողանա վաճառել, մինչև բոլոր ժառանգները չձևակերպվեն։ Դու դա ես ուզում նրա համար։ Իշխանը լուր էր։ Ես տեսնում էի, թե ինչպես նա շրթունքները սեղմեց, ինչպես մատները սեղանի վրա սպիտակեցին, եւ դա դեռ ամենը չէ, շարունակեց Վարդուշը, թեքվելով նրա մոտ եւ ձեռքը բռնելով։ Մտածիր Սերգեյի մասին, նա նույնիսկ այստեղ չի ապրում, ունի իր ընտանիքը Պիտերում։ Եթե դու մահանաս, նա կգա կսկսի իրավունքներ պահանջել, իր բաժինը կպահանջի, կսկսվեն կոնֆլիկտներ, փաստաբաններ, բաժանումներ։ Իսկ ով է այստեղ ամեն օր ձեզ հետ։ Ես։ Ով է ձեզ բժիշկների մոտ տանում, տանը օգնում։ Արդյոք արդար է, որ վերջում բնակարանը հասնի նրան, ով գրեթե չի մասնակցում ձեր կյանքին։ Ես չդիմացա եւ դրի վիդեոն պաուզայի վրա, ձեռքերս այնքան էին դողում, որ հեռախոսս գրեթե ընկնում էր։ Իմ աղջիկը, որին ես սիրտիս տակ եմ կրել, քնեցրել, պատանեկության տարիներին նրա հետ եմ լաց եղել, եւ ահա նա նստած է հոր առջև եւ հանգիստ քննարկում է, թե ինչպես շրջանցել ինձ եւ եղբորը, ինչպես նախապես մեզ հանել հաշվարկից։ Ես փակեցի աչքերս, խոր շունչ քաշեցի, դեմքը սրբեցի ափով եւ սեղմեցի շարունակել։ Չեմ կարող, դուստր, համառորեն կրկնեց իշխանը էկրանին։ Քո մայրը ինձ կսպանի, եթե իմանա, ես ինքս ինձ հարգել կդադարեմ։ Ես ոչինչ չեմ անի նրա մեջքի հետևից։ Մայրիկը չպետք է իմանա, հանգիստ, բայց շատ վճռական ասաց Վարդուշը։ Մենք ամեն դեպքում հետո կօգնենք նրան։ Նա ոչինչ չի կորցնի։ Պարզապես նրան պետք չէ ամեն ինչ իմանալ։ Քիչ իմանա, ավելի ամուր քնի։ Նա փորձեց վեր կենալ սեղանից։ Լավ, եկեք այսպես, ասաց նա։ Եթե չեք ուզում բնակարանը վերագրել, թեև թե ավելի խելամիտ կլիներ, կարելի ավելի փափուկ քայլ անել, պարզապես դրամական հաշիվների վրա լիազորագիր տալ։ Եթե հանկարծ հիվանդանոցում լինեք, վերակենդանացման բաժնում Վարդուշը կկարողանա գունար հանել, վճարել դեղերի բժիշկների համար։ Սա մաքուր տեխնիկական բան է։ Իմ մոտ ամեն ինչ արդեն մայրիկի վրա է ձևակերպված, հոգնած ասաց իշխանը։ Բանկում ինչ-որ թուղթ կար։ Ոչ, հայրիկ, ժպտաց Վարդուշը։ Այդ ժպիտից իմ ներսում ամեն ինչ սառչում էր։ Ես նայել եմ քո թղթերը։ Մայրիկի մոտ ոչ մի լիազորագիր չկա քո հաշիվների վրա։ Եթե դու հիվանդանոց ընկնես եւ ինքդ չկարողանաս գումար հանել, մենք դատարկ ձեռքերով կնստենք։ Ինչով ենք վճարելու բժիշկներին։ Ես տեսնում էի, թե ինչպես իշխանը շփոթվեց, ինչպես նրա հայացքը լցվեց անհանգստությամբ։ Պետք է իրավաբանի հետ խորհրդակցել, մրմնջաց նա։ Ես ամբողջ կյանքս միայն վստահ բաներ եմ ստորագրել։ Հայրիկ, Վարդուշը դեմքը ծռեց կեղծ վիրավորվածության պարոդիայով։ Ես 2 կուրս եմ սովորել իրավաբանականում, մինչև դիզայն չանցա։ Ես հասկանում եմ, թե ինչ է սովորական լիազորագիրը։ Սա ստանդարտ փաստաթուղթ է։ Երկրի կեսը այդպես է ապրում։ Հիմա մենք կձևակերպենք լիազորագիր ինձ վրա, հենց արտակարգ դեպքերի համար։ Դու ամեն դեպքում մնում ես տերը։ Պարզապես ես կկարողանամ ապահովագրել։ Նա հանկարծ վեր կացավ, շրջանցեց սեղանը, իջավ ծնկի մեր առջև, վերցրեց նրա ձեռքերը իր ձեռքերում եւ սկսեց լաց լինել։ Այնպիսի արցունքներ։ Եթե չգիտեի, թե ինչ է լինելու հետո, կմտածեի, թե սա ազնիվ կենթանի լաց է, բայց հիմա ես տեսնում էի միայն հաշվարկ։ Հայրիկ, խնդրում եմ, շշնջում էր նա, ճակատը սեղմելով նրա ափերին։ Ես շատ եմ վախենում քեզ կորցնելուց։ Բժիշկն ասել էր ճնշումդ բարձր է, խոլեստերին։ Ես գիշերները չեմ քնում։ Մտածում եմ, եթե հանկարծ քեզ չլինի, իսկ մենք նույնիսկ դեղատոմսի դեղը չկարողանանք վճարել։ Ես իսկապես ուզում եմ ձեզ պաշտպանել, քեզ եւ մայրիկին։
Նա նայում էր նրան, այս պատկերին դուստրը ծնկի վրա, եւ ես տեսնում էի, թե ինչպես նրա ներսում ինչ-որ բան կոտրվում է։ Վալ, ես, նրա ձայնը դողաց, պարզապես ստորագրիր։ Նա փափուկ մոտեցրեց նրան գրիչը։ Միայն մեկ լիազորագիր, մնացածը ես ինքս կկարգավորեմ, դու նույնիսկ չես մտնի դրա մեջ։ Ես քո դուստրն եմ, ես ձեր մասին կհոգամ։ Երկար լռություն տիրեց։ Ձայնագրության վրա նույնիսկ միջանցքի ժամացույցի տկտկոցն էր լսվում։ Հետո Իգորը ծանր շունչ քաշեց, վերցրեց գրիչը, ստորագրեց մեկ թերթ, հետո երկրորդը, հետո երրորդը։ Ես բառացիորեն զգում էի, թե ինչպես յուրաքանչյուր ստորագրության հետ իմ ներսում ինչ-որ բան է խզվում։ Ամեն ինչ, արտաշնչեց Վարդուշը, ակնթարթորեն սրբելով արդյունքները ձեռքի թիկունքով։ Դեմքը անմիջապես չորացավ եւ հավաքվեց։ Պատրաստ է, հայրիկ, հիմա մենք պաշտպանված ենք, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Եվ ինչ եմ ես ստորագրել, հանգիստ հարցրեց իշխանը։ Նրա ձայնը օտար ծերուկի ձայն էր։ Ես քեզ բացատրել եմ, առանց նայելու, պատասխանեց նա, շտապող թղթերը թղթապանակի մեջ ծալելով։ Լիազորագիր հիվանդության դեպքում մեկ թուղթ բնակարանի համար, որ հետո խնդիրներ չլինեն, եւ ձևական հարցում գնահատման համար։ Սովորական բան էր։ Իսկ ես, ի տարբերություն նրա, հստակ տեսնում էի։ Սեղանի վրա 3 բոլորովին տարբեր փաստաթուղթ կար, ոչ թե մեկ թերթիկ։ Եվ այն, թե ինչպես էր նա շտապով թաքցնում դրանք, ավելի շատ էր ասում, քան ցանկացած խոսք։ Եվ խնդրում եմ, ավելացրեց Վարդուշը, բարձրացնելով նրա վրա հայացքը։ Մայրիկին ոչ մի բառ։ Լավ, դու գիտես, թե ինչպիսին է նա։ Ամեն ինչ սխալ կհասկանա։ Կսարքի տեսարան։ Ինչու նրան նյարդայնացնել։ Մենք պարզապես կպաշտպանենք նրան, եւ վերջ։ Իշխանը ձեռքերով ծածկեց դեմքը։ Դավիթը ուսին հարվածեց նրա։ Հետո շնորհակալություն կասես։ Նրանք վեր կացան։ Վարդուշը թղթապանակը սեղմեց կրծքին եւ երկուսով դուրս եկան սենյակից, բարձրացան վերև։ Սա արդեն ցույց էր տալիս միջանցքի տեսախցիկը։ Իշխանը մնաց մենակ սեղանի մոտ։ Մոտ 20 րոպե նա պարզապես նստած էր առանց շարժվելու։ Հետո հանկարծ վեր կացավ, քայլեց հյուրասենյակով, հարվածեց աթոռին, ձեռքերով բռնեց կրծքից եւ հանկարծ ուղիղ տեսախցիկի առջև ընկավ հատակին, այնպես ինչպես ես գտա նրան։ Նստեց, հետո պառկեց կողքի վրա եւ սկսեց խեղդվել լացից, ոչ սրտի ցավից, այլ հոգու ցավից։ Սա այն ճիճն էր, որ դուրս է գալիս հասուն տղամարդուց, երբ նա հասկանում է, որ դավաճանել է ինքն իրեն։ Այդպես էլ պառկած էր, երբ ես վերադարձա։ Ես կանգնեցրի ձայնագրությունը։ Մի քանի վայրկյան պարզապես նայում էի հեռախոսի սև էկրանին։ 30 տարի ես մեծացրել եմ այդ աղջկան։ 30 տարի սեր, հոգատարություն, անքուն գիշերներ։ Եվ ահա այդպես է նա վճարել։ Բայց ամենաշատը ինձ կոտրում էր ոչ թե Վարդուշի դավաճանությունը, այլ այն, որ իշխանը ստորագրել էր։ Այո, նրան ճնշել էին, խաղացել էին նրա հետ, բայց թղթերի տակ ձեռքը պահել էր ինքը։ Ես սրբեցի արդյունքներս, խոր շունչ քաշեցի եւ նորից բացեցի ծրագիրը։ Ինձ պետք էր հասկանալ մի բան. ինչ է հենց ստորագրել իմ ամուսինը, եւ դրա համար ես պատրաստ էի դիտել այդ օրվա յուրաքանչյուր վայրկյանը։ Ես անցա մեկ այլ տեսախցիկի, այն, որ կախված էր միջանցքում սենյակների մոտ։ Էկրանին երևաց, թե ինչպես են Վարդուշը եւ Դավիթը բարձրանում վերև։ Վարդուշի թևատակում այդ նույն թղթապանակն էր փաստաթղթերով։ Նրանք մտան իրենց սենյակ եւ դուռը փակեցին։ Տեսախցիկը սենյակի ներսը չի նկարում, միայն միջանցքը, բայց դա էլ բավական էր։ Ես գիտեի, որ բոլոր թղթերը հիմա նրանց մոտ են։ Ես առաջ պտտեցի։ Մոտ 40 րոպե հետո նրանք դուրս եկան, իջան ներքև։ Հյուրասենյակում դեռ պառկած էր իշխանը, այն կադրը, որ ես տեսա կենթանի, երբ մտա տուն։ Ձայնագրության վրա Վարդուշը մոտենում է նրան, նստում կողքը, բռնում ուսից։ Հայրիկ, ինչ է պատահել։ Ձայնը լի է անհանգստությամբ, հոգատարությամբ, գրեթե խուճապով։ Դու անկար, հայրիկ, խոսիր ինձ հետ։ Ես այդ տեսարանն արդեն 2 անգամ լսել էի։ Առաջինը երբ մտա տուն, երկրորդը հիմա էկրանից։ Միայն հիմա ես գիտեի, որ 40 րոպե առաջ նա կանգնած էր նրա առջև չոր աչքերով եւ սառը գլխով, ստիպելով ստորագրել թղթեր, որոնց մասին մայրիկը չպետք է իմանա։ Ես անջատեցի հեռախոսը։ Այդ երեկո ես չսարքեցի սկանդալ։ Մենք իշխանի հետ շուտ պարկեցինք քնելու։ Նա շրջվեց դեպի պատը։ Նրա մեջքը ինչ-որ փոքր էր կրացած։ Ես շոյեցի նրա ուսը, նա միայն սարսափեց։ Վարդուշը եւ Դավիթը իրենց մոտ էին նստած, լսվում էին նրանց խլացված ձայները։ Ես սպասում էի, մինչև լոգարանում ջուրը դադարի հոսել, մինչև պահարանների դռները դադարեն խփել, մինչև միջանցքի քայլերը դառնան հազվադեպ եւ թեթև։ Բնակարանում տիրեց գիշերային լռություն, այնպիսին, երբ լսվում է նույնիսկ հին խողովակների հառաչանքը։ Մոտավորապես ժամը 23-ն էր, երբ ես զգուշորեն դուրս եկա վերմակի տակից։ Իշխանը կարծես քնած էր։ Ես ոտաբոբիկ իջա խոհանոց, փորձելով ոչ մի տախտակ չճրջրացնել։ Վարդուշի պայուսակը ուղիղ դրված էր սեղանի աթոռի վրա։ Նա երբեք չի առանձնացել կարգու կանոնով։
իրերը ցրված են, դրամաբանակը բաց, բանալիները տարբեր տեղերում։ Ես նստեցի այն նույն աթոռին, որի վրա ցերեկը նստած էր իշխանը, եւ բացեցի նրա պայուսակը։ Սիրտս այնպես էր բաբախում, որ ականջներիս մեջ ծնկում էր։ Թղթաբանակը անմիջապես գտա, այն նույնը, հաստ կազմով։ Ես հանեցի այն, դրեցի սեղանին, հեռախոսիս վրա միացրի լապտերը եւ սկսեցի կարդալ։ Առաջին փաստաթուղթը՝ լիազորագիր։ Ոչ թե հիվանդության դեպքի համար, ինչպես գեղեցիկ էր պատմում Վարդուշը, այլ իսկական գեներալ։ Իշխանի ստորագրությունը կանգնած էր այն նախադասության տակ, որից իմ մեջքով սառը անցավ։ Վարդուշը ստանում է իրավունք տնօրինել նրա բոլոր հաշիվները, գումար հանել, փակել, բացել նորեր, փոխանցել ուռուզի առանց սահմանափակումների եւ համաձայնությունների։ Երկրորդ թերթը՝ ձեռագիր դիմում, սեփական ցանկությամբ։ Իշխանը հաստատում է, որ մահվան դեպքում բնակարանը պետք է անցնի ուղղակիորեն դստերը։ Ոչ ինձ, ոչ երեխաներին հավասար, այլ միայն նրան։ Երրորդ փաստաթուղթը վերջնականապես խփեց բնակարանի գնահատման հարցում։ Հետևի կողմում նշում, նույնպես ամուսնու ստորագրությամբ, որ նա համաձայն է, որ Վարդուշը իր հիվանդության կամ մահվան դեպքում զբաղվի բնակարանի վաճառքով, գործարքի ձևակերպմամբ եւ գումարի ստացմամբ։ Այսինքն իմ աղջիկը պատրաստվում էր ոչ միայն խլել իմ գլխավերևի տանիքը։ Նա նախապես պատրաստում էր հողը, որպեսի բնակարանը կարելի լինի վաճառել, իսկ ինձ ուր մոր է տեղավորել։ Ձեռքերս այնքան էին դողում, որ թղթերը խշշում էին ինչպես չոր տերևներ։ Ես ստիպեցի ինձ հանգստանալ։ Վերցրի հեռախոսը, զգուշորեն լուսանկարեցի յուրաքանչյուր էջը խոշոր կնիքներով, ստորագրություններով, բոլոր ամսաթվերով։ Ստուգեցի լուսանկարները, որպեսզի յուրաքանչյուր տառը հստակ երևա։ Հետո ամեն ինչ հետ դրեցի թղթաբանակի մեջ։ Դրեցի Վարդուշի պայուսակը, ժապավենը դրեցի այնպես, ինչպես եղել է։ Մի քանի խոր շունչ քաշեցի եւ բարձրացա վերև։ Իշխանը բարկած էր շրջված, շնչում էր հավասար, կամ քնած էր, կամ ձևերանում։ Ես բարկեցի կողքը, նայեցի առաստաղին մթության մեջ եւ հանկարծ ինձ կայծակի պես հարվածեց։ Ես ամբողջովին մոռացել էի հորսը պավիլյոնի մասին։ Ես լուր վեր կացա եւս մեկ անգամ։ Շոշափեցի Բահարանի անկյունում երկաթե տուփը, այն նույնը, որտեղ պահում էի բոլոր կարևոր թղթերը։ Վկայականներ, հին պայմանագրեր, հորսը գդակը, վարձակալության պայմանագիր։ Գտա Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող առևտրային պավիլյոնի վարձակալության պայմանագիրը։ 15 տարի վարձակալը կանոնավոր վճարել է ինձ ամսական 25,000 ռուբլի։ Ես նստեցի ուղի խատակին, հենվելով Բահարանին, միացրի բջջի իմ բանկը։ Հաշվին մնացորդը ցույց տվեց գումար, որից շնչառությունս կտրվեց, ավելի քան 4 միլիոն ռուբլի։ 15 տարի ես այդտեղ կուտակել եմ այդ գումարները, ոչ մի կոպեկ չհանելով, եւ դրանք աճել են ու աճել։ Վարձակալը ամեն տարի մի քիչ բարձրացրել է վճարը, տոկոսները կուտակվել են, եւ սա միայն հաշվինն էր։ Ես նորից վերցրի փաստաթղթերի թղթապանակը եւ նայեցի պավիլյոնի հասցեին։ Երբ հայրս ամեն ինչ ձևակերպում էր, դա հին կենտրոն էր, շերտված շենքեր, մոխրագույն վիտրիններ, իսկ հիմա այնտեղ նորաձև սրճարաններ են, ռեստորաններ, փայլուն ցուցանակներ, զբոսաշրջիկներ, երիտասարդություն։ Ես բացեցի որոնիչը, մուտքագրեցի մի քանի բառ, գտա մոտակայքում նմանատիպ տարածքների վաճառքի հայտարարություն։ Գները տարբեր են, բայց միջինը 8-ից 10 միլիոն նույն մետրաժի անկյունի համար։ Ես նստած էի մթության մեջ, լուսավորված միայն հեռախոսի էկրանով, եւ մտքում հաշվում էի։ 4.5 միլիոն հաշվին, գումարած գրեթե 10 միլիոն անշարժ գույքում, եթե հանկարծ վաճառեմ։ Ընդհանուր մոտ 14 միլիոն ռուբլի։ 14 միլիոն կնոջ մոտ, ում սեփական դուստրը նոր էր անվանել, ոչինչ չի անում, միայն եփում է ու մաքրում։ Մինչ Վարդուշը ու Դավիթը պլանավորում էին, թե ինչպես ինձ ուղարկեն ինչ-որտեղ, ես կարող էի գնել ինձ 3 նման բնակարան, եւ էլի կմնար։ Իմ մոտ նույնիսկ նյարդային ցանկություն առաջացավ ծիծաղել, բայց ծիծաղը կոկորթումս խրվեց։ Ես վերադրեցի թղթերը տուփի մեջ, փակեցի, հեռու թաքցրի, պարկեցի անկողնում եւ մինչեւ առավոտ այլևս աչք չփակեցի։ Իշխանը հանգիստ խրմփացնում էր կողքիս, կարծես ոչինչ չլիներ, իսկ ես այդ անտեսանելի կինը, ով ոչինչ չի բերում տուն, գլխումս պտտում էի թվեր, պայմանագրեր, տեսախցիկների ձայնագրություններ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր արցունք, իսկական եւ կեղծ։ Մինչև առավոտյան ժամը 6-ը ես հասկացա միայն մեկ բան. ես այլևս չեմ լացի։ Ես չեմ շպրտվի նրանց վրա ճիչերով եւ հիստերիայով։ Ես չեմ աղաչի դստերս խելքի գալ։ Ես կգործեմ։ Եվ այդ պահին ես դեռ ինքս ամբողջությամբ չէի հասկանում, թե որքան հեռու կգնան իմ հաջորդ քայլերը։ Ժամը 6-ին զարթոնքս չէր դրված, բայց ես այնուամենայնիվ նայեցի ժամացույցին առանց աչք փակելու։ Ես այդպես էլ չքնեցի։ Պարկած էի եւ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչպես կարողացան նրանք այդպես վարվել, այլ մյուս բանի, թե ինչ եմ անելու հիմա։ Ինչ որ պահի արդյունքները պարզապես վերջացան։ Մնաց միայն դատարկություն եւ շատ հստակ զգացում։ Կամ ես հիմա կվերցնեմ իմ կյանքը ձեռքս, կամ ինձ կսեղմեն ինչպես հին շոր եւ դեն կնետեն։
Ես վերկացա, գնացի ցնցուղ, հանգիստ լվացի գլուխս, մի քիչ դիմահարդարվեցի, ինչպես միշտ, հագամաքուր տնային խալատ, նայեցի հայելու մեջ եւ նույնիսկ զարմացա։ Դեմքս հանգիստ էր, չէր կարմրել, չէր ուռել։ Ներսում ամեն ինչ այրվում էր, իսկ դրսից սովորական Ելենան, տանտիրուհին։ Իջա խոհանոց, միացրի թեյնիկը, հանեցի ձվերը, երշիկը, կարտոֆիլը, կտրատեցի դրեցի տապակվելու։ Ամեն ինչ ինչպես ցանկացած այլ օր։ Ժամը 8-ին ավտիճաններով իջավ Վարդուշը։ Բարի առավոտ, մամ, նայելով հեռախոսին։ Բարի աղջիկս, ժպտացի ես։ Ինչպես քնեցիր։ Նա բարձրացրեց աչքերը, մի քիչ պահեց հայացքը իմ վրա, կարծես փորձելով ինչ-որ բան կարդալ դեմքիս վրա, բայց ես միայն շրջեցի կարտոֆիլը։ Մի քանի րոպե հետո եկավ նաև Դավիթը, իր հավերժական սուրճի բաժակով։ Բարի առավոտ, Ելենա, կարծես ոչինչ չլիներ։ Բարի առավոտ, ձվածեղ ես ուզում, թե պարզապես սուրճ։ Ձվածեղ, եթե դժվար չէ, ժպտաց նա։ Ես սեղանին դրեցի ափսեները, հացը, կարագը, լոլիկները, սովորական նախաճաշ։ Նրանք խոսում էին ինչ-որ ընկերության մասին ինտերնետում, պատվիրատուի լոգոյի մասին։ Ես գլխով էի հավանում, համաձայնում, թե էի լցնում։ Հայրիկը դեռ քնած է, հարցրեց Վարդուշը։ Այո, պատասխանեցի առանց աչքերս բարձրացնելու։ Երեկոյան ստամոքսը բռնել էր, ասում էր գիշերը վատ էր, թող հանգստանա։ Նրանք ավարտեցին, բարձրացան իրենց մոտ։ Ես մնացի մենակ խոհանոցում եւ այդ ժամանակ վերցրի հեռախոսս։ Կոնտակտների ցանկում վաղուց գրած էր մի համար, որով ես երբեք չէի օգտվել, բայց պահել էի։ Ալեքսեյ, նոտար։ Ինչ-որ ժամանակ նա իշխանի հետ միասին էր աշխատում, հետո գնաց իր գրասենյակը։ Մենք երբեմն հանդիպում էինք ինչ-որ հոբելյանների ժամանակ, բայց ոչ ավելին։ Ես հավաքեցի։ Ալեքսեյ, բարև ձեզ, սա Ելենա է, այո, իշխանի կինը։ Ներողություն, որ այսպես շուտ եմ զանգում։ Ինձ շատ անհրաժեշտ է ձեզ հետ հանդիպել, իդեալականը այսօր։ Նա ինչ-որ բան հստակեցրեց, ես կարճ բացատրեցի։ Գործը վերաբերում է բնակարանին եւ լիազորագրին, շատ անձնական է։ Կարող եմ ընդունել ձեզ ժամը 3-ից հետո, ասաց նա։ Գործը լուրջ է։ Շատ, պատասխանեցի ես։ Շնորհակալ եմ։ Ես գրեցի ժամը, դրեցի խողովակը եւ անմիջապես հավաքեցի մեկ այլ համար։ Ալո, Իվան, բարի առավոտ։ Սա Ելենան է, Եկատերինբուրգի պավիլոնի տիրուհին։ Ինչպես եք։ Նա ուրախացավ, սկսեց պատմել, թե ինչպես են գործերը, որ առևտուրը գնում է, որ թաղամասը կյանքի է եկել։ Իվան, փափուկ ընդհատեցի ես։ Անցյալ տարի դուք ասում էիք, որ եթե հանկարծ ես որոշեմ վաճառել, դուք կմտածեիք գնելու մասին։ Դեռ հետաքրքրված եք։ Լռություն տիրեց, հետո նա խոսեց օգևորված։ Ելենա, իհարկե, ես հենց հիմա եմ կուտակել, եւ վարկել են հիմա տալիս։ Եթե պատրաստ եք վաճառել, ես կառաջարկեի ձեզ 9.5 միլիոն։ Սա ազնիվ գին է այդտեղի համար։ 9.5-ը, գրեթե 10։ Հասկանում եմ, ասացի ես։ Տվեք ինձ մի քանի օր մտածելու, կզանգեմ ձեզ։ Իհարկե, ոչ մի տեղ չեմ շտապեցնում, հավաստիացրեց նա։ Ես անջատեցի հեռախոսը, բայց 1 րոպե հետո նորից միացրի։ Կոնտակտեյում Սերգեյ։ Բարև, ասացի ես, երբ լսեցի նրա ձայնը։ Ինչպես եք այնտեղ, ինչպես են թորները։ Մենք փոխանակեցինք մի քանի սովորական նախադասություններ, եւ ես անցա գլխավորին։ Սերոժա, ինձ պետք է, որ դու գաս Երևան հանգստյան օրերին, շատ պետք է։ Մամ, ինչ է պատահել, հայրիկը, դու։ Մենք ողջ առողջ ենք, մի վախեցիր, պատասխանեցի ես։ Պարզապես ընտանեկան խոսակցություն կա, հեռախոսով չեմ ուզում։ Նա լռեց։ Լավ, կգամ։ Շաբաթ օրը ճաշին կհասնեմ։ Հաշվի վրա, որդիս, ծսպասեմ քեզ։ Երբ դրեցի խողովակը, տանը արդեն լռություն էր։ Վարդուշը ու Դավիթը իրենց մոտ էին, դատելով ձայներից կամ հեռուստացույց էին նայում, կամ նոթբուք էին նայում։ Իշխանը այդ ժամանակ արդեն վեր էր կացել, նախաճաշել։ Մենք գրեթե չէինք խոսում, միայն աչքերով հանդիպեցինք։ Այդ աչքերում այնքան մեղք կար, որ ես շրջվեցի, որպեսի չլացեմ։ Մոտեցա պատուհանին եւ երկար կանգնեցի, նայելով բակին։ Մեր փոքրիկ այգին, որով ես զբաղվում էի 30 տարի։ Թփերը, որոնք ես ինքս էի կտրում ամեն գարուն։ Հին խնձորենին, որ տնկել էինք, երբ Վարդուշը ծնվեց։ Փոքրիկ սեղանիկը, որ իշխանը ժամանակին իր ձեռքերով էր պատրաստել, որպեսի ամռանը օդում թեյ խմենք։ Այս ամենը նրանք ուզում էին վերածել գնման վաճառքի պայմանագրի միտողի, օտար հաշվի վրա գումարի։ Եվ հանկարծ գլխիս մեջ մի միտք եկավ. չի կարելի մարդուց խլել այն, ինչ նա լավ գիտի եւ գնահատում է։ Խլիր նրանից, ով չի հասկանում, թե ինչով է տիրապետում։ Երեք ես այն կինն էի, ով մտածում էր, որ ոչինչ չունի, ոչ իր գումարներ, ոչ պաշտպանություն, ոչ հենարան։ Այսօր ես արդեն գիտեի գումարը մինչև կոպեկը եւ այն մարդկանց անունները, ովքեր կարող են օգնել ինձ։ Ժամը 15 դրանցին ես ասացի Վարդուշին. ես գնում եմ տան մշակույթի տուն։ Ինչպես միշտ,
Ահա, նետեց նա առանց հեռախոսից կտրվելու։ Հաջողություն։ Բայց այդ 5-րդ ոչ մի մշակույթի տուն չեղավ։ Ես հասա անցած անոտ փողոցով, տեսա այն հին շենքը, գեղևոտված քանդակագործությամբ, որտեղ գտնվում էր Ալեքսեյի նովարական գրասենյակը։ Մուտք, ճռճռացող աստիճաններ, մուգ փայտ, հին թղթերի եւ սուրճի հոտ։ Քարտուղարը իմ տարիքի մոտ կինը ժպտաց, վերկենալով իմ դիմաց։ Ելենա, խնդրեմ, անցեք, ձեզ սպասում են։ Սուրճ, թեյ։ Թեյ, եթե կարելի է, խնդրեցի ես։ 1 րոպե հետո նա տարավ ինձ գրասենյակ։ Ալեքսեյը վեր կացավ իմ դիմաց, գրկեց ծերունական զգուշությամբ։ Ելենա, քանի տարի, ինչպես է իշխանը, ինչպես են երեխաները։ Հենց դրա համար էլ եկել եմ, պատասխանեցի ես։ Մենք նստեցինք, ես զգուշորեն դրեցի սեղանին փաստաթղթերի լուսանկարները, ցույց տվեցի հեռախոսով վիդեոն, այն նույն տեսարանը ստորագրություններով։ Պատմեցի ամեն ինչ հերթով, եւ լիազորագրի մասին, եւ բնակարանի վերաբերյալ վերջին կամքի թղթի, եւ գնահատման, հետո պավիլյոնի վարձակալության, կուտակված գումարների, հնարավոր վաճառքի մասին, որ իշխանը ստորագրել է, իսկ հետո պարկել է հատակին եւ լաց եղել ինչպես տղա։ Ալեքսեյը լուր լսում էր, երբեմն միայն գրառումներ էր անում տետրում։ Երբ ավարտեցի, նա հանեց ակնոցները, սրբեց անձեռոցիկով, ուշադիր նայեց ինձ։ Ելենա, ասաց նա վերջապես, իրավիճակը շատ նուրբ է։ Օրենքի տեսանկյունից այս գեներալ լիազորագրիրը նա դիպչեց լուսանկարին, բավականին գործող է։ Վարդուշը արդեն հիմա կարող է գումար հանել, փոխանցել, փակել հաշիվներ։ Ամեն ինչ կհամարվի օրինական տնօրինում։ Հասկանում եմ, գլխով արեցի ես, եւ դա ինձ ամենաշատն է վախեցնում։ Բնակարանի հետ մի քիչ ավելի բարդ է, շարունակեց նա։ Այս հայտարարությունը վերջին կամքի մասին ոչ կտակ է, բայց եթե Աստված չանի իշխանի հետ ինչ-որ բան պատահի եւ սկսվի դատարան, դա կարող են ընդունել որպես նրա մտադրությունների արտահայտություն։ Դատավորը կարող է հաշվի առնել դա բաժանման ժամանակ։ Իշխանը այդ ժամանակ արդեն վեր էր կացել, նախաճաշել։ Մենք գրեթե չէինք խոսում, միայն աչքերով հանդիպեցինք։ Այդ աչքերում այնքան մեղք կար, որ ես շրջվեցի, որպեսի չլացեմ։ Մոտեցա պատուհանին եւ երկար կանգնեցի, նայելով բակին։ Մեր փոքրիկ այգին, որով ես զբաղվում էի 30 տարի։ Թփերը, որոնք ես ինքս էի կտրում ամեն գարուն։ Հին խնձորենին, որ տնկել էինք, երբ Վարդուշը ծնվեց։ Փոքրիկ սեղանիկը, որ իշխանը ժամանակին իր ձեռքերով էր պատրաստել, որպեսի ամռանը օդում թեյ խմենք։ Այս ամենը նրանք ուզում էին վերածել գնման վաճառքի պայմանագրի միտողի, օտար հաշվի վրա գումարի։ Եվ հանկարծ գլխիս մեջ մի միտք եկավ։ Չի կարելի մարդուց խլել այն, ինչ նա լավ գիտի եւ գնահատում է։ Խլիր նրանից, ով չի հասկանում, թե ինչով է տիրապետում։ Երեք ես այն կինն էի, ով մտածում էր, որ ոչինչ չունի, ոչ իր գումարներ, ոչ պաշտպանություն, ոչ հենարան։ Այսօր ես արդեն գիտեի գումարը մինչև կոպեկը եւ այն մարդկանց անունները, ովքեր կարող են օգնել ինձ։ Ժամը 15:00 ես ասացի Վարդուշին. ես գնում եմ տան մշակույթի տուն։ Ինչպես միշտ։ Ահա, նետեց նա առանց հեռախոսից կտրվելու։ Հաջողություն։ Բայց այդ 5-րդ ոչ մի մշակույթի տուն չեղավ։ Ես հասա անցած անոտ փողոցով, տեսա այն հին շենքը, գեղևոտված քանդակագործությամբ, որտեղ գտնվում էր Ալեքսեյի նովարական գրասենյակը։ Մուտք, ճռճռացող աստիճաններ, մուգ փայտ, հին թղթերի եւ սուրճի հոտ։ Քարտուղարը իմ տարիքի մոտ կինը ժպտաց, վերկենալով իմ դիմաց։ Ելենա, խնդրեմ, անցեք, ձեզ սպասում են։ Սուրճ, թեյ։ Թեյ, եթե կարելի է, խնդրեցի ես։ 1 րոպե հետո նա տարավ ինձ գրասենյակ։ Ալեքսեյը վեր կացավ իմ դիմաց, գրկեց ծերունական զգուշությամբ։ Ելենա, քանի տարի, ինչպես է իշխանը, ինչպես են երեխաները։ Հենց դրա համար էլ եկել եմ, պատասխանեցի ես։ Մենք նստեցինք, ես զգուշորեն դրեցի սեղանին փաստաթղթերի լուսանկարները, ցույց տվեցի հեռախոսով վիդեոն, այն նույն տեսարանը ստորագրություններով։ Պատմեցի ամեն ինչ հերթով, եւ լիազորագրի մասին, եւ բնակարանի վերաբերյալ վերջին կամքի թղթի, եւ գնահատման, հետո պավիլյոնի վարձակալության, կուտակված գումարների, հնարավոր վաճառքի մասին, որ իշխանը ստորագրել է, իսկ հետո պարկել է հատակին եւ լաց եղել ինչպես տղա։ Ալեքսեյը լուր լսում էր, երբեմն միայն գրառումներ էր անում տետրում։ Երբ ավարտեցի, նա հանեց ակնոցները, սրբեց անձեռոցիկով, ուշադիր նայեց ինձ։ Ելենա, ասաց նա վերջապես, իրավիճակը շատ նուրբ է։ Օրենքի տեսանկյունից այս գեներալ լիազորագրիրը նա դիպչեց լուսանկարին, բավականին գործող է։ Վարդուշը արդեն հիմա կարող է գումար հանել, փոխանցել, փակել հաշիվներ։ Ամեն ինչ կհամարվի օրինական տնօրինում։ Հասկանում եմ, գլխով արեցի ես, եւ դա ինձ ամենաշատն է վախեցնում։ Բնակարանի հետ մի քիչ ավելի բարդ է, շարունակեց նա։ Այս հայտարարությունը վերջին կամքի մասին ոչ կտակ է, բայց եթե Աստված չանի իշխանի հետ ինչ-որ բան պատահի եւ սկսվի դատարան, դա կարող են ընդունել որպես նրա մտադրությունների արտահայտություն։ Դատավորը կարող է հաշվի առնել դա բաժանման ժամանակ։ Ձեզ մոտ ժամանակ եւ հնարավորություններ կան։ Նա վեր կացավ, մոտեցավ պահարանին, հանեց ինչ-որ թղթեր։
Առաջինը լիազորագիրը կարելի է հետ կանչել։ Իշխանին պետք է անձամբ գալ ինձ մոտ կամ ցանկացած այլ նոտարի մոտ, եւ մի քանի ժամում ամեն ինչ կձևակերպենք։ Դրանից հետո ոչ մի բանկ իրավունք չունի գործողություններ կատարել հին լիազորագրով։ Իսկ եթե նա արդեն գումար է հանել, այդ դեպքում դա կլինի լիազորագրի չարաշահում։ Եթե դուք վերցնեք հաշիվների քաղվածք եւ այնտեղ լինեն խոշոր հանումներ կատարված լիազորագրող, դա կարելի է որակել առնվազն որպես չարաշահում, առավելագույնը որպես խարտախություն, բայց նախ պետք են փաստեր։ Ես գլխով արեցի։ Երկրորդը, շարունակեց նա, քանի որ բնակարանը ձևակերպված է միայն իշխանի վրա, նա լիիրավ ունի ցանկացած պահի կազմել նոր կտակ եւ հստակ նշել, թե ում ինչ բաժին, ում ինչ է մնում։ Եթե այնտեղ նշված լինի, որ բնակարանը բաժանվում է հավասարապես ձեզ եւ 2 երեխաներին, ոչ մի այդպիսի ձեռագիր հայտարարություն այլևս դեռ չի խաղա։ Իսկ եթե նա չուզենա, հանգիստ հարցրի ես, եթե վախենա։ Ալեքսեյը հառաչեց։ Ազնվորեն ասեք, Ելենա, իշխանը հիմա ավելի շատ ձեզ հետ է, թե դստեր։ Այս հարցը հարվածեց ավելի ուժգին, քան բոլոր իրավական տերմինները։ Չգիտեմ, խոստովանեցի ես։ Նա ստորագրել է այս ամենը, նշանակում է նա հավատացել է նրան։ Բայց նա լաց էր լինում ինչպես երեխա։ Կարծում եմ նա վախենում է ծերությունից, վախենում է հիվանդությունից, վախենում է, որ բեր կդառնա։ Իսկ Վարդուշը շատ հմտորեն օգտագործում է այդ վախը։ Նոտարը մի քիչ լռեց, նայելով ինչ-որ տեղ դեպի պատուհան։ Վախը վատ խորհրդատու է, ասաց նա վերջապես։ Ձեզ պետք է նրան տալ վախից ավելի ուժեղ ինչ-որ բան։ Ինչ, հարցրի ես։ Վստահություն, պատասխանեց նա։ Վստահություն, որ կողքին կա մարդ, ով կարող է պաշտպանել ավելի լավ, քան դուստրը, իր իրավաբանական արդյունքներով։ Մարդ, ում մոտ կան ռեսուրսներ։ Նա նայեց պավիլյոնի թղթերին, իմ հաշվարկներով։ Ելենա, փափուկ ասաց Ալեքսեյը։ Դուք հիմա այստեղ նստացեք որպես կին, ում ձեռքում, նա մտքում հաշվեց, մոտ 14 միլիոն ռուբլի։ Սա գումարներ եւ ակտիվ են, որոնց մասին ձեր ընտանիքում ոչ ոք լուրջ չգիտի։ Նա մի քիչ շփտաց։ Հավատացեք, այս պատմության մեջ թույլը միայն դրսից եք դուք։ Իսկական ուժը ձեզ մոտ է։ Ես դուրս եկա նոտարական գրասենյակից, ձեռքիս հաստ թղթապանակով, լիազորագրի հետ կանչելու ձևաթղթերով, կտակի սևագրով, իշխանի հաշվի մանրամասնաքաղվածքի համար բանկ դիմումի նմուշով։ Բայց ամենակարևորը, ես դուրս եկա այնտեղից շատ հստակ պլանով, որտեղ գրված էր յուրաքանչյուր հաջորդ քայլը։ Մնացել էր միայն մեկը՝ համոզել իշխանին անել առաջին քայլը։ Այդ երեկո ես որոշեցի, որ ոչ կճչամ, ոչ սկանդալ կսարքեմ։ Եթե ուզում եմ, որ իշխանը կանգնի իմ կողքին, պետք է խոսեմ նրա հետ ոչ որպես մեղադրյալի, այլ որպես ամուսնու հետ, ում հետ 30 տարի Աստված մեզ կողքի պահեց։ Ես ընթրիք պատրաստեցի այնպես, կարծես մեր տարեդարձներ։ Տնային կերպով շոգեխաշած միս, ջերոցում կարտոֆիլ, աղցան, թարմ հաց, նույնիսկ սեղանին մոմեր դրեցի։ Ժամը 18:30-ին Վարդուշը ու Դավիթը սկսեցին հավաքվել։ Մենք երեկոյան ընկերների մոտ կգնանք, ասաց Վարդուշը հայելու առջև տուշ տալով։ Մի սպասեք։ Լավ, հանգիստ պատասխանեցի ես։ Ուրախացեք։ Նրանք դուռը խփեցին, վերելակը խփեցին եւ գնացին։ Իշխանն իջավ մոտ 10 րոպե հետո, տնային վերնաշապիկով, պարանոցը ծալված բարձից։ Տեսավ սեղանը, ծածկված, մոմերով, կանգ առավ դռան մոտ։ Ինչ է սա մեզ մոտ, փորձեց ժպտալ։ Ինչ ենք նշում։ 30-ից ավելի տարվա ամուսնություն։ Նա նստեց, պատարակաղով խառնեց ափսեի մեջ, մի քանի կտոր կուլ տվեց, բայց երևում էր սնունդը չէր իջնում կոկորդով։ Լռությունը ձգվում էր ինչպես ռետին։ Ես դրեցի պատարակաղը, նայեցի նրան։ Իշխան, հանգիստ ասացի, մեզ պետք է խոսել երեկվա մասին։ Նա գունատվեց, ձեռքերը դողացին, դանակը գրեթե ընկավ։ Ելենա, ես ամեն ինչ տեսել եմ, հանգիստ ընդհատեցի ես, սկզբից մինչև վերջ։ Նա նայեց ինձ, կարծես ես հենց նոր վերածվել եմ ուրիշ մորթու։ Ինչպես ես տեսել։ Տեսախցիկները նույնն են, որ դու տեղադրեցիր գողերից պաշտպանվելու համար։ Ես հետ եմ պտտել ձայնագրությունը, տեսել եմ, թե ինչպես է Վարդուշը թղթեր բերում, ինչպես է Դավիթը բացում նոթբուքը, ինչպես է ստորագրում։ Տեսել եմ, թե ինչպես է նա ասում, որ ես ոչինչ չեմ հասկանում եւ որ ինձ պետք չէ իմանալ։ Տեսել եմ, թե ինչպես ես հետո պարկել ես հատակին եւ լաց եղել։ Ամեն ինչ տեսել եմ։ Նա իջեցրեց աչքերը, ափերը սեղմեց բռունցքների մեջ։ Ներիր ինձ, խրպոտ տեսած նա։ Նրանք ինձ սեղմեցին։ Ես անմիջապես չհասկացա, թե ինչ եմ ստորագրում։ Ես վախկոտ եմ, Ելենա։ Ոչ, գլուխս թափ տվեցի ես։ Դու վախկոտ չես։ Դու ծերացող տղամարդ ես, ում վախեցրել են ծերությամբ եւ մահով։ Սա տարբեր բան է։ Նա նայեց ինձ այնպես, կարծես սպասում էր ճիչի, ափսեների պատին խփելու, ինչպես կարողացարի եւ մնացածի։ Դու չես ճչալու, զարմացավ նա։ Ում է դրանից ավելի հեշտ լինելու, ուսերս թափ տվեցի ես։ Ես հիմա քեզ հետ կռիվ չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու ընտրություն անես։ Նա խեղդված շնչեց։ Ինչ ընտրություն։
Շատ պարզ, ասացի ես եւ թեքվեցի առաջ։ Վաղը մենք գնում ենք Ալեքսեյի մոտ։ Դու հետ ես կանչում Վարդուշի լիազորագիրը եւ ձևակերպում ես նորմալ կտակ, որտեղ բնակարանը բաժանվում է ազնվորեն։ Ես, դու, երկու երեխաները, առանց այդ մորը շրջանցենքի։ Վարդուշը կզայրանա, գլխով արեցի ես։ Շատ, հնարավոր է կճիչա, կլացի, կասի, որ դու նրան դավաճանեցիր։ Նա լռեց։ Իշխան, շարունակեցի ես, պատասխանիր ինձ մեկ հարցի։ Որն է։ Քեզ համար ավելի կարևոր է, որ չափահաս դուստրը չվիրավորվի քեզանից, թե որ քո կինը փողոցում չմնա, երբ քեզ այլևս չլինի։ Նա երկար լռեց, նայելով մոմի բոցին։ Ես մտածում էի, որ Վարդուշը մեզ կպաշտպանի, շշնջաց նա, որ նա կլինի կողքիս։ Պաշտպանելու էր ինքը իրեն, հանգիստ պատասխանեցի ես։ Դու ինքդ ես տեսել։ Նա նույնիսկ չմտածեց հարցնել, թե ես ինչ եմ ուզում։ Իր համար ես մարդ եմ, ով եփում է ու մաքրում, ոչ ավելին։ Իշխանն ափով սրբեց աչքերը։ Ես չգիտեի տեսախցիկների մասին։ Այո, գործը տեսախցիկների մեջ չէ, ձեռքս թափ տվեցի ես։ Գործը նրանում է, որ հիմա մենք գիտենք, թե ինչպես է նա մտածում։ Ես ձեռքս դրեցի նրա ձեռքին։ Վաղը ժամը 10-ին Ալեքսեյը մեզ սպասում է։ Ես արդեն եղել եմ նրա մոտ։ Նա ամեն ինչ բացատրել է։ Դու արդեն եղել ես։ Նա զարմացած բարձրացրեց հոնքերը։ Այո, ես չեմ նստել ու չեմ սպասել հրաշքի։ Գնացել եմ ու իմացել, թե ինչ կարելի է անել։ Լիազորագիրը կարելի է չեղարկել, կտակը կարելի է վերաշարադրել, բայց առանց քեզ ես ոչինչ չեմ կարող անել։ Նա խոր շունչ քաշեց։ Լավ, ասաց վերջապես, գնանք։ Մենք լուր կերանք։ Հետո նա օգնեց ինձ սեղանը հավաքել։ Կարծես հանկարծ նրան անհարմար դարձավ պարզապես նստած մնալը։ Ես այդպես էլ նրան չասացի ոչինչ պավիլյոնի, 14 միլիոնի հնարավոր վաճառքի մասին։ Դրա համար էլ ժամանակ կլինի։ Սկզբից ինձ պետք էր վերադարձնել ամենապարզը՝ սեփական գլխավերևի տանիքի իրավունքը։ Հաջորդ մի քանի օրերը թատրոնի պես էին։ Ամեն օրավոտ մենք նախաճաշում էինք 3-ով կամ 4-ով։ Ես շփտում էի, հարցնում Վարդուշին նրա նախագծերի մասին, լսում Դավիթի պատմությունները հաճախորդների մասին, թե էի լցնում։ Մի երեկո Վարդուշը մոտեցավ։ Մամ, 5000 չես տա մինչև աշխատավարձը։ Իհարկե, հանգիստ հանեցի գումարը ես։ Վերադարձնելու համար մի շտապիր։ Նա շնորհակալորեն համբուրեց այդիս։ Եթե իմանալ, որ ես ձեռքիս մեջ ունեի հորս պավիլյոնի քաղացքները, գուցե ավելին էլ խնդրեր։ Նա վստահ էր, որ ամեն ինչ գնում է իր պլանով։ Հայրը ստորագրել է, մայրը ոչինչ չգիտի։ Լիազորագիրը գործում է։ Մնացել է ժամանակի հարցը։ Իշխանն ու ես միայն երբեմն կարճ հայացքներ էինք փոխանակում, երբ նա դուրս էր գալիս սենյակից։ Այդ հայացքներում ամեն ինչ կար։ Ամոթ, վախ եւ փոքրիկ կայծ համատեղ գաղտնիքի, որն այժմ մենք կիսում էինք։ Ուրբաթ առավոտյան մենք միասին դուրս եկանք տնից։ Ուր եք գնում, հարցրեց Վարդուշը, նայելով միջանցք։ Թերապևտի մոտ, հանգիստ պատասխանեցի ես։ Հայրիկի ճնշումը պետք է ստուգել։ Ահա, այո, գլխով արեց նա։ Միայն հարցրեք բժշկին դեղերի մասին, թե չէ նա նորից ինքը լավ չի հիշում, թե ինչ է նշանակել։ Մենք դուրս եկանք, նստեցինք ավտոբուս եւ գնացինք ոչ թե պոլիկլինիկա, այլ նոտարի մոտ։ Ալեքսեյի գրասենյակում հոտ էր գալիս սուրճից եւ հին թղթերից։ Բարև իշխան, ընկերաբար ասաց նա, երբ մտանք։ Ուրախ եմ տեսնել ձեզ ողջ առողջ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինեմ, երբ ամեն ինչ ստորագրեմ։ Փորձեց կատակել իշխանը, բայց ստացվեց թխուր։ Մենք նստեցինք։ Ալեքսեյը հանգիստ կետ առ կետ բացատրեց, թե հենց ինչ է ստորագրել դստեր հետ։ Ահա այստեղ դուք նրան տալիս եք լիիրավ տմռինել բոլոր հաշիվները։ Ահա այստեղ փաստացի խնդրում եք համարել, որ բնակարանը ձեր մահից հետո պետք է գնա միայն նրան։ Իսկ այստեղ թույլ եք տալիս նրան վաճառել բնակարանը, եթե դուք անգործունակ լինեք։ Նա գունատվում էր յուրաքանչյուր տողի հետ։ Ես չէի մտածում, որ այդպես է։ Դուք մտածում էիք, որ ստորագրում եք հիվանդության դեպքի համար։ Հանգիստ ասաց Ալեքսեյը։ Բայց բարեբախտաբար, քանի դեռ ողջ եք եւ առողջ մտքով, կարող եք դա չեղարկել։ Նա իշխանի առջև դրեց նոր թուղթ։ Սա լիազորագիրը հետ կանչելու դիմում է։ Ստորագրեք այն եւ նույն օրը Վարդուշը այլևս ոչինչ չի կարողանա հանել կամ փոխանցել։ Իշխանը առանց աչքերը բարձրացնելու վերցրեց գրիչը եւ դրեց ստորագրությունը։ Իսկ սա կտակի նախագիծն է, շարունակեց նոտարը։ Այստեղ գրված է, որ բնակարանը բաժանվում է հավասարապես կնոջ, դստեր եւ որդու միջև, յուրաքանչյուրին 1/3-ը։ Այդպես կլինի ազնիվ։ Իշխանը երկար կարդաց, շարժելով շրթունքները, ինչպես աշակերտը։ Հետո նայեց ինձ։ Այդպես նորմալ է, հարցրեց նա։ Նորմալ, գլխով արեցի ես։ Ես ոչինչ ավելի չեմ ուզում։ Ինձ համար կարևոր է, որ ինձ չջնջեն, կարծես ես այստեղ պատահաբար անցած լինեմ։ Նա ստորագրեց նաև այդ փաստաթուղթը։ Մնացել է եւս մեկը, ասաց Ալեքսեյը, շատ կարևոր։
Պետք է հասկանալ արդյոք Վարդուշը արդեն օգտագործել է լիազորագիրը։ Ձեզ պետք է վերցնել մանրամասն քաղվածք բոլոր գործողությունների մասին հաշվից վերջին շաբաթվա ընթացքում։ Իշխանը գլխով արեց։ Նոտարից հետո մենք ուղիղ գնացինք բանկի մասնաճյուղ։ Իշխանը խոսում էր մենեջերի հետ։ Ես նստած էի պատի մոտ աթոռին, սեղմելով պայուսակս։ 20 րոպե հետո մեզ տվեցին տպագրությունը։ Ուղիղ մասնաճյուղում ես աչքերով անցա տողերով։ Այնտեղ սևով սպիտակի վրա կանգնած էին 3 խոշոր կանխիկ հանումներ վերջին 5 օրվա ընթացքում. 120,000, 100,000 և 250,000, ընդհանուր 370,000 դրամ։ Իգորը նայելով թղթին գունատվեց. Սա ես չեմ հանել։ Գիտեմ, պատասխանեցի ես։ Դու հենց յուրաքանչյուր կոպեկը հաշվողն ես։ Մենք վերադարձանք Ալեքսեի մոտ, ցույց տվեցինք քաղվածքը։ Իհարկե, հառաչեց նա, այստեղ ամեն ինչ պարզ է։ Գումարը հանվել է լիազորագրով։ Ձևականորեն նա իրավունք ուներ, բայց էությամբ սա վստահության չարաշահում է։ Եթե ուզեք, կարող ենք ոստիկանություն դիմում կազմել։ Ես մի վայրկյան մտածեցի։ Աչքիս առջև անցավ պատկերը։ Վարդուշին տանում են բաժանմունք, Դավիթը գունատ կողքին, արձանագրություններ, դատարան, քրեական գործ։ Ոչ, ասացի ես։ Վստահ եք։ Վստահ, գլխով արեցի ես։ Ինձ մոտ ուրիշ պլան կա։ Շաբաթ օրը ճաշին եկավ Սերգեյը։ Նա մտավ բնակարան, այնպես ամուր գրկեց ինձ, կարծես վախենում էր, որ ես կփլուզվեմ։ Մամ, ինչ է պատահել։ Դու ինձ վախեցրիր։ Նախ կեր, ասացի ես։ Հետո ամեն ինչ ցույց կտամ։ Իշխանը նստած էր սեղանի մոտ, ձեռքերում մանրացնում էր անձեռոցիկը։ Երբ ավարտեցին կապուրը, ես հանեցի հեռախոսը, միացրի հյուրասենյակի տեսախցիկի այն հատվածը։ Սերգեյը նայում էր, սկզբում կնչռոտված, հետո նրա ծնոտը բառացիորեն ընկավ։ Նա չէր կարողանում բառեր ընտրել։ Ես ցույց տվեցի նրան լիազորագրի լուսանկարները, դիմումը, հաշվի քաղվածքը։ Պարզապես հանել է, կարծես իր խնայողություններից։ Սերգեյը բռնեց գլուխը։ Ես հիմա կգնամ նրա մոտ եւ սկսեց նա, արդեն վեր կենելով։ Նստիր, ասացի ես այնպիսի տոնով, որ նա սարեց։ Նա հնազանդ նստեց։ Այստեղ կլինի իմ ձևով, շարունակեցի ես։ Եթե հիմա ներխուժես նրա մոտ, կլինի սկանդալ։ Նա կմիացնի արդյունքները, կասի, որ մենք նրան չենք հասկանում, որ ամեն ինչ արել է մեր պաշտպանության համար։ Ոչինչ էականորեն չի լուծվի, միայն կամրապնդի նրան որպես զոհի դերում։ Սերգեյը լուռ էր, ծանր շնչելով։ Իսկ ինչպես ես կարծում, հարցրեց նա վերջապես։ Ես նայեցի իշխանին, հետո որդուս։ Երեքշաբթի Վարդուշի ծննդյան օրն է, հիշեցրի ես։ Նա պատրաստվում է ընկերուհիներին հրավիրել ճաշի։ Եվ ինչ, եւ մենք կկազմակերպենք նրան իսկական տոն, ասացի ես, միայն ոչ այնպիսին, ինչպես նա սպասում է։ Սերգեյը աչքերը նեղացրեց։ Դու ուզում ես, ես ուզում եմ, ընդհատեցի ես, որպեսզի երկար ժամանակ առաջին անգամ այս տան յուրաքանչյուր մարդը լսի ճշմարտությունը, եւ որպեսզի Վարդուշը հասկանա, որ իր հոր եւ մոր մոտ կան ոչ միայն զգացմունքներ, այլև սահմաններ։ Ես թեքվեցի առաջ, ափս դրեցի սեղանին։ Երեքշաբթի կեսօրին մենք 4-ով կնստենք գրասենյակում։ Ես, իշխանը եւ նա Դավիթի հետ։ Ընկերուհիները կլինեն ճաշասենյակում, դրան հետևում, եւ այնտեղ ես կցուցադրեմ նրան ամեն ինչ, եւ վիդեոն, եւ քաղածքները, եւ նոր կտակը, եւ կհայտարարեմ, որ նրա մեր հաշվին ապրելու ժամանակը վերջացավ։ Սերգեյը նայում էր ինձ կարծես անծանոթ կնոջ։ Մամ, ես քեզ երբեք այսպիսի չեմ տեսել, հանգիստ ասաց նա։ Ես էլ ինքս ինձ այսպիսի չեմ տեսել, պատասխանեցի ես, բայց երևի ժամանակն է եկել է, եւ մինչ մենք երեքով նստած էինք այդ սեղանի շուրջը, ես հասկանում էի, հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Մնում էր սպասել երեքշաբթի օրվան։ Երեքշաբթի ես վեր կացա բոլորից շուտ, առավոտից սկսեցի պատրաստել, կարծես մեծ ընտանեկան տոն ունենք, միս, արեցի աղցաններ, հանեցի գեղեցիկ սպասք։ Վարդուշը մանկուց սիրում էր, երբ տանը տոնական մթնոլորտ է։ Գնեցի խմորեղենի խանութում լավ տորտ, ոչ սուպերմարկետի, այլ նորմալ, գրեմով, ինչպես նա սիրում է։ 40 տարեկան չի դառնում երեխան, բայց 36-ը նույնպես տարեթիվ է։ Երբ իջավ մոտ ժամը 10-ին, տեսավ ծածկված սեղանը, գնդակները։ Ոյ մամ, դու ինչպես միշտ, ժպտաց նա։ Կարող էի արդյոք ավելի պարզ անել։ Դու իմ միակ աղջիկն ես, ուսերս թափտվեցի ես։ Նա գրկեց ինձ, ես էլ գրկեցի նրան, սեղմեցի ինձ եւ մտածեցի. Հիշիր Ելենա, սա ամենայն հավանականությամբ վերջին այդպիսի տաք գրկախառնությունն է։ Ժամը 14-ի սահմաններում սկսեցին գալ նրա ընկերուհիները, մոտ 6 հոգի, բոլորը մոտավորապես նրա տարիքի։ Նստեցին ճաշասենյակում, խոսում էին երեխաների, դպրոցների, ամուսինների մասին, ով որտեղ է աշխատում, ով ինչ է գնել։ Վարդուշը ամենից բարձր էր ծիծաղում, պատմում էր, թե ինչպես է ամեն ինչ քաշում իր
իր վրա, ինչպես է հոգնում։ Ես լսում էի եւ միայն մտքումս հաշվում էի րոպաները։ Մոտավորապես ժամը 15:30-ին հյուրասենյակից մտավ իշխանը։ Մինչ այդ նա հանգիստ նստած էր հեռուստացույցի առջև, ձևանելով թե նայում է։ Աղջիկներ, ներողություն խնդրում եմ, քաղաքավարի ասաց նա։ Վարդուշ, մեզ պետք է խոսել։ Հայրիկ, տեսնում ես, ես հյուրերի հետ եմ, դժգոհ կծկվեց նա։ Սա կարևոր է։ Նա նույնիսկ ձայնը չբարձրացրեց, բայց ինտոնացիան այնպիսին էր, որ ես ինքս սարսափեցի։ Լավ, բռնկաց նա, վեր կացավ։ Եվ Դավիթն էլ, ավելացրեց։ Իսկ ես այստեղ ինչ առնչությամբ, փորձեց ժպտալ Դավիթը, բայց այնուամենայնիվ վեր կացավ։ Եվ դու Լենա, նայեց ինձ։ Մենք 4-ով անցանք գրասենյակ։ Ես զուշորեն փակեցի դուռը, բայց ոչ մինչև կտոցը։ Գիտեի, որ ճաշասենյակում ամեն ինչ հիանալի լսվում է։ Իշխանը նստեց գրասեղանի հետևում, հանեց գզրոցից թղթապանակը, այն, որ վերցրել էինք նոտարի մոտ, դրեց այն Վարդուշի առջև։ Ես եկել եմ քեզ վերադարձնել այն, ինչ դու ինձ տվեցիր այդ օրը, ասաց նա։ Որ օրը։ Նա կնճռոտվեց, բայց ես տեսնում էի, որ դեմքը մի վայրկյան գունատվեց։ Այն օրը, երբ դու ինձ բերեցիր թղթեր, ամեն դեպքում ի համար, պատասխանեց։ Հայրիկ, ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչի մասին ես խոսում։ Անմիջապես միացրեց վիրավորված տոնը։ Մենք պարզապես ուզում էինք պաշտպանել քեզ եւ մայրիկին։ Մի ստիր, ասաց նա այնքան կոշտ, որ նույնիսկ Դավիթը սարսափեց։ Ես տեսել եմ, թե ինչ եմ ստորագրում, եւ հիմա տեսնում եմ էլ ավելին։ Որտեղից կարող ես տեսնել։ Միջամտեց Դավիթը։ Թղթերը մեզ մոտ են, քո մոտ պատճաններ չկան։ Պատճաններ չկային, հանգիստ ասացի ես, եւ հանեցի իմ հեռախոսը, բայց տանը տեսախցիկ կա, եւ ինձ մոտ կա վիդեո։ Ես բացեցի ձայնագրությունը, պտտեցի մինչև այն պահը, որտեղ Վարդուշը ասում է, որ մայրիկին պետք չէ իմանալ, եւ միացրի ամբողջ ձայնով։ Սենյակը լցվեց նրա ձայնով։ Մայրիկը սրա մեջ ոչինչ չի հասկանում, կսկսի հիստերիա անել, կմտածի, որ մենք դավաճանում ենք նրան։ Ինչու պետք է իմանա հայրիկ։ Կստորագրենք հանգիստ, հետո կկարգավորենք։ Վարդուշը գունատվեց։ Դուք ինձ հետևել եք, շնչնչաց նա։ Ես պաշտպանում էի իմ տունը, պատասխանեցի ես։ Իսկ դու փորձում էիր այն ինձանից խլել։ Մեծ տարբերություն։ Մամ, դու ամեն ինչ սխալ ես հասկանում։ Մի կոչիր ինձ մամ, կտրուկ ընդհատեցի ես։ Հիմա ոչ։ Հիմա դու այն մարդն ես, ով խաբել է սեփական հորը։ Ելենա, ես կարող եմ բացատրել, սկսեց Դավիթը։ Դու ավելի լավ է լռիր, շրջվեցի ես դեպի նա։ Քո մասնակցությունն էլ այստեղ կա։ Ես վիդեոն տեսել եմ, բայց գլխավոր դերը իմ դստերն է։ Վարդուշը ծանր շնչեց, հետ թեքվեց աթոռի թիկունքին։ Լավ, թող լինի, դուք ամեն ինչ տեսել եք, ասաց նա։ Եվ ինչ, ես փորձում էի անել այնպես, որ բնակարանը չկախվի դատարաններում, եթե հայրիկի հետ ինչ-որ բան պատահի։ Դու մտածում էիր, ընդհատեց նրան իշխանը, թե ինչպես նախապես հեռացնել հաշվարկից մորդ եւ եղբորդ, որպեսի բնակարանը մնա միայն քեզ եւ քո ամուսնուն։ Սա սուտ է, բորբոքվեց նա։ Ես պարզապես ուզում էի, որ կոնֆլիկտներ չլինեն։ Այդ դեպքում բացատրիր, ասացի ես եւ հանեցի պայուսակից հաշվի քաղվածքը։ Սա ինչ է, հանված վերջին 5 օրում լիազորագրով, որ դու հորդ մոտից խլեցիր։ Նա նայեց թղթին։ Սա տան կարիքների համար գումար է, արագ ասաց նա։ Մենք գնում էինք արտադրանք, վճարում հաշիվներ, վերանորոգում։ Վարդուշ, հոգնած հառաչեց իշխանը։ Ես յուրաքանչյուր չեք եմ պահում։ Եվ այստեղ ինչպես տարօրինակ է կոտրվեց Դավիթը։ Լավ բավական է, արտաշնչեց նա։ Սա գումար էր բնակարանի առաջին վճարման համար։ Ինչ բնակարանի, դանդաղ հարցրի ես։ Լավ թաղամասում, շտապ սկսեց նա։ Մենք կտանք տարբերակ, մաքուր մուտք, նորմալ հարևաններ, 3 սենյակ։ Մենք մտածում էինք, որ կվաճառենք այս բնակարանը, կբաժանենք գումարը, ձեզ կգնենք ավելի փոքր, ավելի պարզ։ Ուր ավելի պարզ, հանգիստ հարցրեց իշխանը։ Այսինքն, ասացի ես, զգալով թե ինչպես իմ մեջ բարձրանում է սառը ալիքը։ Պլանը հետևյալն էր. դուք գնում եք ինքներդ ձեզ եռասենյական կենտրոնի մոտ, իսկ մեզ հայրիկի հետ ուղարկում եք ծերությունն անցկացնելու քաղաքից դուրս։ Ինչ կա դրա մեջ, բորբոքվեց Վարդուշը։ Ինչ, այնտեղ մարդիկ չեն ապրում։ Բնակարանը ձերն էր լինելու։ Դու գոնե մի անգամ այնտեղ եղել ես, հարցրի ես։ Տեսել ես այդ բակերը, այդ մուտքերը։ Տեսել ես թե ինչպես են երեկոյան կանայք պայուսակներով տուն գնում։ Նա լռեց։ Իշխանը ծանր հենվեց ձեռքերով սեղանին։ Բարդուշ, նրա ձայնը դողում էր։ Ես ամբողջ կյանքս շին հրապարակներում եմ աշխատել, որպիսի մենք ապրենք նորմալ թաղամասում, որպիսի քո մայրը մթության մեջ մենակ չգնա, որպիսի թորնիկներս կարողանան բակում խաղալ։ Մենք այս բնակարանը վերանորոգել ենք, բնակեցրել 30 տարի։ Ինչպես ընդհանրապես կարողացար մտածել, որ մեզ կարելի է տեղափոխել այնտեղ, ինչպես հինկահույք։ Որովհետև դուք ծեր եք, հանկարծ սպորտկաց նա։ Որովհետև դու արդեն 70 ես, իսկ մաման 63։ Որովհետև դուք ամեն դեպքում մի օր կգնաք։ Գրասենյակում լռություն տիրեց։ Ես չեմ ուզում, շարունակեց նա, արդեն գրեթե ճչալով, սպասել ժառանգությանը մինչև թոշակ։ Ես ուզում եմ հիմա նորմալ ապրել։ Իմ մոտ սեփական բնակարան չկա, իմ մոտ ոչինչ չկա, բացի այս կյանքից ձեր բնակարանում։ Այո, ես ուզում էի ամեն ինչ ձևակերպել իմ վրա։ Այո, ուզում էի վաճառել եւ գնել ինձ բնակարան։ Ես իրավունք ունեմ դրա։
Ինչ իրավունք, հարցրի ես։ Օտար աշխատանքի, օտար ծերության վրա։ Ես էլ եմ ներդրում արել, հեկեկացնա։ Ես այստեղ եմ ապրում։ Ես ձեզ բժիշկների մոտ եմ տանում։ Ես սնունդ եմ գնում։ Ես դարաժպտացի։ Դու այստեղ անվճար ես ապրում։ Կերակրում ես մեր հաշվին, օգտվում ես մեր ջրից, լույսից, գազից։ 36 տարվա կյանքիդ ընթացքում դու միայն 2 տարի ինչ-որ բանկայում բերել ես տուն, երբ առաջին անգամ աշխատանքի ես անցել։ Ինչ ներդրում է դա, բայց ես չեմ փախել, ինչպես Սերգեյը, ճչացնա։ Նա գնաց Պիտեր եւ այնտեղ ապրում է ինչպես ուզում է։ Իսկ ես մնացի ձեզ հետ։ Ոչ ոք քեզ չի պահել, հանգիստ ասաց իշխանը։ Դու այստեղ ապրել ես, որովհետեւ այդպես հարմար էր։ Նա բացեց բերանը, բայց ասելու նրան այլևս ոչինչ չկար։ Ես ուղղվեցի։ Հիմա թող ես քեզ պատմեմ, թե ինչ արդեն տեղի է ունեցել։ Ես դրեցի նրա առջև մի քանի թերթ։ Հայրիկը եղել է նոտարի մոտ, ասացի ես։ Լիազորագիրը քո վրանահետ է կանչել, ասացի ես, երբ Վարդուշը առաջ թեքվեց։ Այսօրվանից դու այլևս ոչ մի կոպեկ չես կարողանա հանել նրա հաշիվներից, շարունակեցի ես։ Այն ամենը, ինչ դու հասցրել ես վերցնել, մենք ամրագրել ենք։ Դավիթը գունատվեց։ Սա անօրինական է, մրմնջաց նա։ Հենց հակառակը, միջամտեց իշխանը։ Անօրինական կլինի, եթե մենք հիմա չարձագանքենք։ Բացի այդ, ես դրեցի երկրորդ թերթը։ Նա ստորագրել է նոր կտակ։ Ինչ կտակ, Վարդուշը գրեթե խեղդվում էր։ Որտեղ բնակարանը բաժանվում է 3-ի՝ ինձ, քեզ եւ Սերգեյին։ Հավասարապես, ինչպես պետք է լինի։ Այսինքն դու նորից ամեն ինչ քեզ մոտ ես վերցրել, ճչաց նա։ Դու միշտ պայքարում ես, որպեսզի ամեն ինչ լինի քո վերահսկողության տակ։ Ես պայքարում եմ, որպեսզի ինձ չջնջեն, ինչպես դատարկ տեղ, հանգիստ պատասխանեցի ես։ Եվ որպեսզի քո եղբայրը, ով երբեք չի փորձել մեզ խաբել, քթով չմնա։ Վարդուշը աչքերը փակեց։ Արցունքները հոսեցին հայտերով։ Այս անգամ իսկականը, ոչ ինչպես այդ օրը։ Ես պարզապես ուզում էի, սկսեց նա։ Դու ուզում էիք ապրել մեր հաշվին, ընդհատեց նրան իշխանը։ Եվ ուզում էիր, որ մենք էլ դրա համար շնորհակալ լինենք։ Ես դրեցի նրա առջև բանկի քաղվածքը։ Ահա, հանգիստ ասացի ես, դու կվերադարձնես։ Ամբողջությամբ։ Դրա համար ունես 1 ամիս։ Իմ մոտ այդպիսի գումար չկա, ճչաց նա։ Նշանակում է պետք է աշխատանք գտնել, ուսերս թափտվեցի ես։ Իսկական։ Մամ, խնդրում եմ։ Նա բարձրացրեց ինձ վրա աչքերը, որոնց մեջ խառնվեին վախն ու ատելությունը։ Մի արա այդպես, մենք ընտանիք ենք։ Ընտանիքը դա այն է, երբ թղթեր չեն քաշում մեջքի հետևից, պատասխանեցի ես։ Եվ չեն համարում, որ մայրը ոչինչ չարժե, որովհետև նրա վրա բնակարանի թուղթ չկա։ Ես շունչ քաշեցի։ Սա ամենադժվար մասն էր։ Եվ դեռ Վարդուշ, ասացի ես։ Քեզ եւ Դավիթին տալիս եմ 2 շաբաթ, հավաքելու ձեր իրերը եւ դուրս գալու։ Ինչ։ Նա վեր թռավ, աթոռը ճռճռաց։ Դու չես կարող մեզ դուրս շպրտել։ Սա նաեւ իմ տունն է։ Ոչ, գլուխս թափտվեցի ես։ Սա մերն է, հորդ հետ։ Դու այստեղ ապրում ես ծնողների բարի կամքով։ Եվ այդ կամքը վերջացավ։ 2 շաբաթ եւ դուք դուրս եք գալիս։ Մամ, խնդրում եմ։ Նա սահեց հատակին, ընկավ ծնկի իմ առջև, բռնեց իմ ձեռքերը։ Ես սխալվել եմ։ Ես ամեն ինչ հասկացել եմ։ Ես ամեն ինչ կուղեմ։ Միայն մի դուրս շպրտիր մեզ։ Ես թեքվեցի դեպի նա։ Ուղիղ նայեցի աչքերին։ Ես քեզ սիրում եմ, հանգիստ ասացի ես։ Դու իմ դուստրն ես, եւ դա երբեք չի փոխվի։ Բայց այն ինչ դու արեցիր, հետո ես քեզ այլևս չեմ հարգում եւ չեմ վստահում։ Իսկ մեկ տանիքի տակ ապրել այն մարդու հետ, ում չես վստահում, ես այլևս չեմ անելու։ Այս ամենը Դավիթն է հորինել, աղաչեց նա։ Նա ինձ է խաբել։ Վիդեոյում ես տեսել եմ, թե ով էր վարում խոսակցությունը, պատասխանեցի ես։ Ով էր ճնշում հորը, ով էր սրբում արցունքները եւ մոտեցնում գրիչը, դա դու էիր։ Ես վեր կացա։ 20 շաբաթ, 14 օր եւ 1 ամիս, գումարը վերադարձնելու։ Եթե չվերադարձնես, կխոսենք ոչ թե ընտանեկան շրջանակում, այլ հաշվետու հետազոտողի հետ։ Մեր մոտ կա եւ վիդեո, եւ քաղվածքներ, եւ փաստաթղթեր։ Դուք կզղջաք դրա համար, բռունցքները սեղմեց Դավիթը։ Կարծում եք Սերգեյը ձեզ նույնքան հաճախ կգա, ով ձեզ ջուր կբերի, երբ չկարողանաք վեր կենալ։ Իշխանի 1 թոշակով երկար չեք քաշի։ Ես նայեցի նրան եւ հանկարծ զգացի, թե ինչպես իմ մեջ բարձրանում է բոլորովին այլ զգացում։ Ոչ նույնիսկ զայրույթ, այլ ինչ-որ սառը, պարզ հանգստություն։ Նա նույնիսկ չէր պատկերացնում, թե որքան է սխալվում։ Ես նայեցի Դավիթին եւ հանկարծ վերջնականապես հանգստացա։ Նա իսկապես հավատում էր, որ մենք կարող ենք ապրել միայն իշխանի թոշակով։ Դավիթ, հանգիստ ասացի ես, իսկ դու գիտես, որ իմ մոտ կա իմ սեփական եկամուտը։ Նա ֆշշացրեց. Ինչ եկամուտ, Ելենա,
Դու ամբողջ կյանքդ տանը ես նստած։ Ես մի քիչ թեքվեցի առաջ։ Հիշում ես, ես պատմել եմ, որ իմ հայրը Եկատերինբուրգում գործվածքներ էր առևտրում, փոքրիկ պավիլիոն կենտրոնում։ Իհարկե, ինչ որ բան այդպիսի կար, զգուշացավ։ Ահա, շարունակեցի ես, 15 տարի այդ պավիլիոնը վարձակալության է տրված։ 15 տարի ամեն ամիս իմ անձնական հաշվին գումար է ընկնում։ Ես դրանք ոչ մի անգամ չեմ դիպել, Վարդուշը գունատվեց։ Քանի, հազիվ դուրս քաշեց նա։ Հիմա հաշվին ավելի քան 4 միլիոն է, հանգիստ պատասխանեցի ես, եւ սա միայն գումարն է, ինքը պավիլիոնը, ես շրջվեցի դեպի Դավիթը։ Ինձ վերջերս առաջարկեցին գնել 9.5 միլիոնով։ Նա թարթեց. 9.5-ով։ Այո, գլխով արեցի ես։ Ընդհանուր ստացվում է մոտ 14 միլիոն ռուբլի, մայրիկի մոտ, ով միայն եփում է եւ մաքրում։ Սենյակում լռություն տիրեց։ Դու այդ ամբողջ ժամանակ, շշնջաց Վարդուշը, դու այդքան տարի լռել ես։ Լռել եմ, համաձայնեցի ես, որովհետև մեզ բավական էր նրա աշխատավարձը, հետո թոշակը։ Սրանք իմ անձնական գումարներն էին, իմ անվտանգության բարձը։ Ես ոչ ոքի ոչինչ պարտավոր չէի բացատրել։ Իսկ երբ մենք հազիվ էինք հարսանիքի համար կուտակում, հանկարծ պորտքաց նա։ Երբ մենք հաշվում էինք յուրաքանչյուր կոպեկը վերանորոգման, քո վիրահատության համար, դու ինչ, նստած էիր ու նայում էիր, թե ինչպես ենք մենք դուրս գալիս, իմանալով, որ քո մոտ միլիոններ կան։ Քո հարսանիքին ի դեպ մենք տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք, հիշեցրի ես։ Եվ այդ ժամանակ դու էլ հիանալի հնարավորություն ունեիր վերցնել քեզ ձեռքերիդ, գնալ աշխատանքի եւ կառուցել քո կյանքը։ Փոխարենը դու որոշեցիր կառուցել այն մեր հաշվին։ Նա ձեռքը բերանին սեղմեց։ Դու մեզ չես վստահել։ Ես ձեզ վստահում էի, մինչև չտեսա այս թղթերը, հանգիստ պատասխանեցի ես, եւ գլխով արեցի թղթականակի վրա։ Իսկ հիմա վստահություն այլևս չկա։ Ես շունչ քաշեցի։ Սա ամենադժվարն էր, բայց պետք էր ասել մինչև վերջ։ Եվ գիտես, թե ինչն է ամենից ավելի վիրավորական, հարցրի ես։ Եթե դու լինեիր նորմալ դուստր, հարգեիր մեզ, չփորձեիր մեր մեջքի հետևից խաբեություններ անել, ամեն ինչ վերջում կհասներ ձեզ, քեզ եւ Սերգեյին։ Ես հանգիստ կվերաշարադրեի եւ պավիլիոնը եւ կուտակումները երեխաների վրա։ Մեզ շատ չի պետք։ Վարդուշը նայում էր ինձ կարծես օտար մարդու։ Իսկ հիմա ոչ, շարունակեցի ես։ Հիմա այդ գումարները կաշխատեն մեր ծերության, մեր դեղերի, ճամփորդությունների, նորմալ կյանքի համար։ Իսկ եթե մեզանից հետո ինչ-որ բան մնա, դա կգնա Սերգեյին եւ նրա երեխաներին, որովհետեւ նա մեզ չի դավաճանել։ Սա անարդար է, պորտքաց նա։ Սա անազնիվ է։ Անազնիվ է, գլխով արեցի ես։ Հորը լիազորագիր մոտեցնել իմ մեջքի հետերից ստորագրություն խլելու համար։ Անազնիվ է արդեն հիմա նրա հաշվից գումար քաշել։ Անազնիվ է պլանավորել, թե ինչպես մեզ ուղարկել, իսկ ինքներդ բնակվել կենտրոնում։ Ահա սա է իսկապես անարդար։ Նա գլուխը թափ տվեց։ Դու այդ ամբողջ ժամանակ ապրել ես մեզ հետ եւ ստել ես։ Ես ոչ ոքի ոչինչ չեմ խոստացել, հոգնած ասացի ես։ Ես քեզ մեծացրել եմ, կերակրել, բուժել, աջակցել։ Դա քիչ է։ Ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ յուրաքանչյուր կոպեկի մասին։ Ես ուղղվեցի։ Մենք արդեն որոշել ենք։ Լիազորագիրը հետ է կանչված, կտակը վերաշարադրված։ Դուրս գալու ժամկետները ես ասեցի։ Ձեզ մնացել է 2 շաբաթ, բնակարան գտնելու եւ 1 ամիս փողը վերադարձնելու։ Մնացածը քո ընտրությունն է։ Կաշխատես կվերադարձնես։ Չես ուզենա, մեր մոտ կան եւ քաղվածքներ եւ վիդեո։ Մամ, շշնջաց նա, ես քեզ աղաչում եմ։ Հիմա ես քո մաման չեմ, գլուխս թափ տվեցի ես։ Լսիր, իշխանը ծանր վեր կացավ։ Ամեն ինչ, խոսակցությունն ավարտված է, ասաց նա։ Գնացեք, բարձրացեք ձեր մոտ։ Հայրիկ, հեքեկաց Վարդուշը։ Եվ մոտակա ժամանակներս իմ հաշիվներից ոչ մի կոպեկ ավելի, ավելացրեց նա արդեն կոշտորեն։ Ես ամեն ինչ կստուգեմ։ Նրանք դուրս եկան գրասենյակից ինչպես հալածված երեխաներ։ Ես մոտեցա դրանը, բացեցի այն։ Ճաշասենյակում լռություն։ 6 կին նստած էին, մեկի մոտ գդալը օդում սառել էր, մեկի մոտ անձեռոցիկը ձեռքին։ Բոլորը իհարկե ամեն ինչ լսել էին։ Վարդուշը առանց որևէ մեկին նայելու վազեց դեպի աստիճանները եւ գրեթե վազեց վերև։ Դավիթը գնում էր նրա հետևից ատամները սեղմած։ Ես հանդիպեցի հայացքով նրա ընկերուհիներից մեկի հետ։ Աղջիկներ, հանգիստ ասացի ես, դուք ոչինչ չգիտեիք, հասկանում եք, իսկ հիմա գիտեք։ Մեկը շշնջաց. Ելենա, մենք նույնիսկ չէինք կասկածում։ Ամեն ինչ կարգին է, պատասխանեցի ես։ Պարզապես եթե Վարդուշը ձեզ կպատմի իր տարբերակը, հիշեք, թե ինչ եք լսել այսօր։ Նրանք մեկ առ մեկ սկսեցին հավաքել պայուսակները, մրմնջելով ներողություն խնդրել, գնալ։ Տոնը ավարտվեց այնպես արագ, ինչպես սկսվել էր։ Վարդուշը եւ Դավիթը դուրս եկան ոչ թե 2 շաբաթ հետո, ինչպես ես ասել էի, այլ 11-րդ օրը։ Առավոտից նրանք քաշ էին տալիս տուփեր, պայուսակներ, փաթեթներ, պատվիրել էին գազել։ Բեռնակիրները քաշ էին տալիս նրանց իրերը։
Ես նստած էի խոհանոցում, կարտոֆիլ էի մաքրում, ձև անելով թե զբաղված եմ։ Ոչ մի տեսարան չեղավ, ոչ մամ ներիր, ոչ պապա շնորհակալություն ամեն ինչի համար։ Վարդուշը անցավ խոհանոցով, վերջին պայուսակը ձեռքին, նույնիսկ չնայեց իմ կողմը։ Դուռը խփեց, մեքենան մեկնեց, եւ վերջ։ Տունը հանկարծ դարձավ լուռ, ընդարձակ, նույնիսկ օդը այլ էր։ Մեկ շաբաթ հետո Դավիթը բերեց առաջին փոխանցումը, 40,000։ Ահա, չոր ասաց նա, երբ իշխանը բացեց դուռը, այն, ինչ մենք հանել ենք։ Մեկ ամիս հետո եկավ երկրորդը, եւս 40,000։ Վերջին նա բերեց անձամբ երեկոյան։ Պարտքը փակված է, ասաց առանց աչքերիս նայելու։ Փակված է, գլխով արեց իշխանը, բայց սա միայն գումարն է։ Նա ուզեց ինչ-որ բան ավելացնել, բայց մտքափոխվեց եւ դուռը փակեց։ Վարդուշի մասին մենք իմանում էինք միայն լուրերով։ Վարձակալել էին փոքրիկ մեկ սենյականի այլ թաղամասում։ Դավիթը աշխատանքի անցել ինչ-որ գործակալությունում, Վարդուշը ինչ-որ առցանց դասընթացներ է վարում։ Ես չեմ հարցրել, չեմ հետաքրքրվել։ Մինչդեռ կյանքը մեզ մոտ այլ կերպ ընթացավ։ Եկատերինբուրգի պավիլյոնը վերջապես որոշեցի վաճառել։ Զանգեցի Իվանին, հանդիպեցինք, ստորագրեցինք պայմանագիրը։ 9 ներկամիս մաքուր, իմ հաշվին։ Բանկում իշխանի հետ բացեցինք ավանդներ, մի մասը տեղափոխեցինք ավելի շահութաբեր գործիքներ։ Ալեքսեյը ծանոթացրեց մեզ խելացի ֆինանսիստի հետ, ոչ մի արկածախնդրություն, ամեն ինչ հանգիստ եւ պաշտոնական։ Առաջին անգամ բազմաթիվ տարիների ընթացքում մենք ունեցանք գումարներ, որոնցով կարելի էր ոչ միայն գոյատևել, այլև ապրել։ Մենք իշխանի հետ երկար նստեցինք խոհանոցում, տետրի վրա հաշվելով։ Տեսնում ես, ասում եմ, եթե ամեն ամիս ծախսենք լրացուցիչ լավ գումար, տարին 10, մեզ բավական կլինի, եւ ծերության, եւ անսպասելիի համար։ Անսովոր է, հառաչեց նա։ Ամբողջ կյանքը խնայել ենք։ Ամբողջ կյանքը խնայել ենք մեզ վրա, ուղեցի ես։ Ժամանակն է գոնե մի քիչ ապրելու։ Առաջինը ինչ արեցինք, գնեցինք Տոմս Սոչի, մեկ շաբաթով։ Ծիծաղելի է ասել, բայց 60-ից ավելի տարեկանում ես ոչ մի անգամ չեմ եղել ծովում որպես զբոսաշրջիկ։ Միշտ ամառանոց, բանջարանոց, թորներ, առավելագույնը Պրոֆսայուզի սանատորիում 30 տարի առաջ։ Սոչիում երեկոյան զբոսավայրին, երբ ծովը շնչում է, օդը խոնավ եւ աղի է, իշխանը հանկարծ բռնեց իմ ձեռքը։ Պարզապես այդպես։ Մենք նստած էինք նստարանին, նայում էինք, թե ինչպես են երեխաները սկուտերով վազում, երիտասարդները լուսանկարվում։ Լենա, հանգիստ ասաց նա, ներիր ինձ։ Ինչի համար, հարցրի ես։ Ոչ միայն Վարդուշի պատմության համար, հառաչեց նա, բոլոր տարիների համար։ Քո համար ես միշտ օդի պես էի, կա եւ լավ է։ Ես միշտ մտածում էի, որ քանի որ ես գումար եմ բերում տուն, դա բավական է։ Իսկ մնացածը ինչ որ կերպ ինքն իրեն կլինի։ Իսկ դու կողքիս եփում ես, լվանում, երեխաներին քաշում ես։ Ես երբեք չեմ հարցրել, թե դու ինչ ես ուզում։ Արցունքները եկան ինքնին։ Մենք երկուսս էլ այդպիսի էինք, շշնչացի ես։ Մեզ այդպես էին սովորեցրել։ Տղամարդը հացահոգի, կինը կողքին։ Իսկ դու պարզվեց կին ես, ում մոտ ամբողջ պավիլյոն կա։ Նա ժպտաց տխրությամբ։ Տասնյակ տարիներ գլխումդ պահել ես պլան B եւ լռել ես, եւ երբ ժամանակը եկավ, քաշեցիր մեզ երկուսիս էլ։ Ես հերոս չեմ, գլուխս թափ տվեցի ես։ Ես պարզապես չթողեցի, որ դուստրս մեզ դեն նետի աղբի մեջ։ Ինձ համար դու հերոս ես, ասաց նա։ Մեկ նստած մնացինք մինչև մթնշաղը։ Երկու ծեր մարդ նստարանին ծովի մոտ, ովքեր կարծես առաջին անգամ իսկապես խոսեցին իրար հետ։ Սոչիից հետո մենք թույլ տվեցինք մեզ եւս մեկ ճամփորդություն, Կարելիա, լճերի մոտ։ Հետո մի քանի օր Կրասնոդարում։ Ոչինչ շքեղ չէր, բայց մեզ համար դա այլ կյանք էր։ Անցավ 4 ամիս այն օրից, երբ Վարդուշը գնաց։ Սերգեյը սկսեց ավելի հաճախ գալ։ Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կայուն բերում էր թորներիս։ Տունը լցվեց մանկական ծիծաղով, թխվածքի հոտով, խոսակցություններով։ Ես հանկարծ բռնեցի ինձ մտքով, որ ապրում եմ, ոչ թե սպասում եմ մեջքիս հարվածի։ Եվ ահա մի երեկո, երբ մենք իշխանի հետ արդեն պարկել էինք քնելու, հեռախոսը զանգեց։ Համարը Վարդուշի։ Սիրտս ընկավ կրունկներիս մեջ։ Ես վերցրի խողովակը։ Այո, Վարդուշ։ Մամ, նրա ձայնը տարօրինակ էր, հարթ, բայց ճեղքված։ Ինձ պետք է քեզ հետ խոսել։ Խոսիր, պատասխանեցի ես։ Ոչ հեռախոսով, արագ ասաց նա։ Կարող եմ վաղը գալ։ Ոչ, ասացի ես լռությունից հետո։ Տուն։ Ոչ, եթե ուզում ես խոսել, կհանդիպենք սրճարանում, կենտրոնում որտեղ։ Լռություն տիրեց։ Այսինքն նույնիսկ ներս չեմ կարող գալ։ Նա գրեթե շշնջաց։ Ոչ, վճռական կրկնեցի ես։ Նա կտրուկ շնչեց։ Լավ։ Քանի որ չես ուզում մարդկային կերպով, ապա այսպես կասեմ։ Ես հղի եմ։ Ականջներիս մեջ աղմուկ բարձրացավ։ Արդեն 3-րդ ամիսն է, շարունակեց նա։
Եվ ես ուզում եմ, որ իմ երեխան ճանաչի իր տատիկին։ Մի վարքյան թվաց, թե հատակս այթաքեց ոտքերիս տակ։ Իրոք, մի վարքյան ամեն ինչ պտտվեց աչքիս առջև։ Հղի կրկնեցի ես, մի քանի վարքյան շահելու համար։ Որ ամսում։ 3-րդ ամիսն արդեն, պատասխանեց։ Աղջիկ է, եւ ես ուզում եմ, որ իմ երեխան ճանաչի իր տատիկին։ Ես խոր շունչ քաշեցի։ Շատ ծանոթ տոն։ Չի խնդրում, այլ տանում է դեպի այն, որ ես պարտավոր եմ։ Վալ, ասացի ես հանգիստ, թեև ներսում ամեն ինչ ճակճկում էր։ Շնորհավորում եմ, իրոք, երեխաները երջանկություն են։ Նա լռեց, սպասելով շարունակությանը։ Բայց այն, որ դու հղի ես, շարունակեցի ես, չի ջնջում այն, ինչ դու արեցիր։ Այսինքն քեզ համար նույնն է, պորտքաց նա։ Դու այդպես սառ ես, մամ, դու իսկապես չես ուզում տեսնել քո թորնուհուն։ Ուզում եմ, ազնվորեն պատասխանեցի ես։ Իհարկե ուզում եմ, բայց չեմ ուզում կրկին հայտնվել այն իրավիճակում, երբ դու գալիս ես իմ տուն եւ ձև ես անում, թե ոչինչ չի եղել։ Լռություն տիրեց։ Երբ աղջիկը ծնվի, ասացի ես, կարող ենք հանդիպել, բայց ոչ մեր տանը եւ ոչ քո մոտ, սրճարանում, պարկում, ցանկացած չեզոք տարածքում, առաջին ժամանակահատվածում։ Մինչև ես չհասկանամ, կարելի է քեզ որևէ չափով վստահել, թե ոչ։ Մամ, դա տարիներ են, գրեթե ճճաց նա։ Դու ինչ ամբողջ կյանքդ ինձ վրա վիրավորված կմնաս։ Ոչ վիրավորված, այլ հիշող, ուղեցի ես, եւ եզրակացություններ անող։ Դու պարզապես դաժան ես։ Քեզ համար ավելի կարևոր են գումարն ու բնակարանը, քան սեփական դուստրը եւ թորնուհին։ Ոչ, հանգիստ ասացի ես։ Ինձ համար ավելի կարևոր է իմ գլուխը ուսերիս վրա եւ իմ հանգիստ ծերությունը, եւ նաեւ որպեսի ինձ չնվաստացնեն իմ իսկ տանը։ Նա հեկեկաց խողովակի մեջ։ Լավ, քանի որ դու այդպիսի ես, արա ինչպես գիտես։ Կապը ընդհատվեց։ Ես նստած էի անկողնու եզրին, հեռախոսը ձեռքիս եւ լաց էի լինում։ Ոչ ինչպես կինոյում, գեղեցիկ, ծերունական, հանգիստ, խրպոտ հեկեկոցով բերանը սեղմելով ափով, որպեսի իշխանին չարթնեցնեմ։ Ես լաց էի լինում դստեր համար, ում կարծես կորցրել եմ, թորնուհուս համար, ում գուցե մի օր կտեսնեմ, բայց ոչ այնպես ինչպես երազել եմ, ոչ իմ խոհանոցում կարկանդակներով, այլ ինչ որտեղ առևտրի կենտրոնի նստարանին։ Բայց նույնիսկ արդյունքների միջով ես հասկանում էի իմ որոշումը չեմ փոխի։ Առավոտյան ես ամեն ինչ պատմեցի իշխանին։ Գուցե ես չափից դուրս գնացի, հարցրի նայելով թեյի բաժակին։ Գուցե պետք էր ասել գա կմոռանանք։ Եթե դու ասեիր կմոռանանք, ծանր հառաչեց նա։ Մեկ տարուց մենք կլինեինք նույն կետում կամ ավելի վատ։ Նա կորոշեր, որ մեզ հետ կարելի է անել ինչ ուզի։ Մենք ամեն դեպքում կներենք։ Նա լռեց եւ ավելացրեց. Դու անում ես այն, ինչ ես ինքս չեմ կարողացել։ Ես կամ ամեն ինչ էի տանում կամ կապը կտրում էի զրոյի։ Իսկ դու սահման դրեցիր, բայց դուռը չփակեցիր։ Սա ճիշտ է։ Իսկ եթե 5 տարի հետո փոխեմ կարծիքս, ես դառը ժպտացի։ Կզանգեմ նա կասի ուշ է մամ։ Նշանակում է այդպես էլ կլինի։ Ուսերը թափթվեց նա, բայց մենք կապրենք քեզ հետ, ոչ թե նրա կմահաճույքներով։ Անցավ մի քանի ամիս։ Մի երեկո Սերգեյը ինչպես միշտ եկավ ընտանիքով հյուր։ Երեխաները վազում էին սենյակով, բարձրից ամրոց էին կառուցում։ Հարսս կտրում էր աղցանը։ Ես դնում էի հավը ջեռոցը։ Մամ, պապ, սկսեց նա ինչ-որ զգուշորեն։ Մենք Անիի հետ մտածում ենք, ինչ-որ բանի մասին։ Ես անմիջապես լարվեցի, գուցե նրանք էլ պատրաստվում են գնալ։ Ինձ Երևանում առաջարկում են տեղափոխություն, շարունակեց նա։ Աշխատավարձը ավելի բարձր է, նախագծերը հետաքրքիր, եւ ազնվորեն մենք ուզում ենք ավելի մոտ լինել ձեզ։ Երեխաները ձեզ երկրպագում են։ Ես նայեցի իշխանին։ Պիտերում ջրափոսերով ցածկելը ցանցրացրել է։ Պապ, այստեղ գործը ոչ միայն եղանակի մեջ է, ժպտաց Սերգեյը։ Պարզապես մենք հասկացանք, որ ուզում ենք նորմալ ընտանիք, ոչ թե կապերով, որ կարողանանք գալ բորշի, ոչ թե ինքնաթիռով։ Ես հառաչեցի։ Իսկ բնակարանը, Սերգեյը դեմ խծրեց։ Ահա բնակարանը խնդիր է։ Նորմալ թաղամասում երասենյականի վարձը ինչ որ տիեզերական գումար։ Իպոթեկան էլ եթե հիմա վերցնենք, մենք դեռ միայն կուտակում ենք։ Ես նայեցի նրա հոգնած դեմքին։ Անին, ով լուր խառնում էր աղցանը, ձևանելով թե զբաղված է, որպեսի չմիջամտի։ Եվ հանկարծ հասկացա, թե ինչի վրա ես իսկապես ուզում ծախսել այդ գումարների մի մասը, որոնց մասին Վարդուշը չպետք է իմանար։ Երեկոյան, երբ նրանք գնացին, մենք իշխանի հետ նստեցինք սեղանի շուրջը տետրով։ Էլենա, ասաց նա, երբ ես արտասանեցի միտքս։ Դու վստահ ես։ Մենք նոր ենք շունչ քաշել։ Վստահ, գլխով արեցի ես։ Մենք չենք երիտասարդանում, մեզ ինչ է մնացել։ 10-15 տարի ակտիվ կյանք։ Մեզ բավական կլինի 5 միլիոնը ծերության համար։ Գլխով։ Մնացածը թող աշխատի նրանց համար, ովքեր մեզ չեն վաճառում եւ չեն մեր աշարադրում մեր մեջքի հետևից։ Մենք հաշվեցինք։ Նույնիսկ մեր ճամփորդությունները եւ դեղերի պաշարները հաշվի առնելով, մեզ մնում էր բավականին, որպեսի Սերգեյին առանց վարկի բնակարան գնենք։
1 ամիս հետո ընտրեցինք նրանց երասենյականը։ Լավ թաղամասում, մեզ մոտակայքում։ Տունը ոչ էլի տար, բայց ամուր։ Բակը կանաչ, դպրոցը մոտ, մանկական հրապարակը նորմալ, ոչ քանդված։ 20 միլիոն դրամ մեկ վճարով։ Հիշում եմ, թե ինչպես էր Սերգեյի այդ օրը կանգնած դատարկ բնակարանի մեջտեղում, մերկ պատերով եւ պարզապես լաց էր լինում։ Մամ, պապ, կրկնում էր նա, ինչպես կանգ առած պլաստինկա։ Ես չգիտեմ ինչով շնորհակալ լինեմ։ Ոչինչով, ձեռքը թափտվեց իշխանը։ Ապրեք, ուրախացեք։ Միայն մի մոռացեք, թե որտեղ ենք մենք ապրում։ Ես քեզ ամեն շաբաթ բորշ կբերեմ, հեկեկալով խոստացավ Սերգեյը։ Բորշը ես ինքս կեփեմ, ժպտացի ես։ Դու պարզապես արի։ Այդպես մեզ մոտ հայտնվեց կիրակնորյա կանոնը։ Ամեն կիրակի կամ մենք ենք գնում նրանց մոտ, կամ նրանք մեզ մոտ։ Երեխաները վազում են մեր բակով։ Մենք նստում ենք նստարանին։ Իշխանը Թորանը սովորեցնում է մեխեր խփել։ Թորնուհիս ինձ հետ թխում է թխվածք։ Երբևն նայելով այս պատկերին, ես բռնում եմ ինձ մտքով։ Ահա այն։ Ահա այսպես պետք է տեսք ունենար ծերությունը։ Առանց գաղտնի պայմանագրերի, առանց խաղերի մեջքի հետևից, առանց վախի, որ քեզ դեն կնետեն, ինչպես հինաթոր։ Վարդուշին ես չեմ զանգում։ Նա մի անգամ կարճ հաղորդագրություն գրեց։ Աղջկաս անվանել ենք Աննա։ Ես պատասխանեցի. թող առողջ մեծանա։ Ոչինչ ավելի։ Ոչ լուսանկարներ, ոչ հրավերներ։ Գուցե մի օր նա այնուամենայնիվ զանգի եւ ասի. «Մամ, եկ փորձենք սկզբից»։ Այդ դեպքում կմտածենք։ Բայց հիմա ես պահում եմ այն սահմանը, որ ես ինքս եմ գծել։ Իմ մոտ հիմա իմ ծիսակարգն է։ Նախկինում 5-շաբթի օրերին ես վազում էի տան մշակույթի տուն։ Իսկ հիմա մենք իշխանի հետ 5-շաբթի օրերին եւ կեսօրին եւ երեկոյան ազատ ենք։ Ամեն 5-շաբթի մենք գնում ենք կենտրոն, նստում ենք փոքրիկ սրճարանում, լճի մոտ։ Այն նույն թաղամասում, որտեղ Վարդուշը երազում էր ապրել մեր հաշվին։ Պատվիրում ենք կապուչինո եւ թխվածք։ Բացում ենք հեռախոսում քարտեզը։ Հաջորդ անգամ ուր, հարցնում եմ ես։ Գուցե Վանաձոր, առաջարկում է նա։ Կամ Գյումրի նայենք։ Ասում են գեղեցիկ է։ Մենք արդեն եղել ենք Սոչիում, Կարելիայում։ Պլանավորում ենք ամռանը գնալ Բաթումի, եթե ուժը բաղական լինի։ Առաջին ամիսների ճամփորդություններում մենք ծախսել ենք հավանաբար ավելի շատ գումար, քան ամբողջ համատեղ կյանքի ընթացքում հանգստի վրա։ Եվ գիտեք ինչ, ոչ մի անգամ չզղջացի։ Ես 63 տարեկանում հանկարծ հասկացա մի պարզ բան. կյանքը, որի մասին երազել ես, պարտավոր չէ սկսվել 20 տարեկանում։ Այն կարող է սկսվել նաև 60-ում, եթե դու վերջապես դադարես քեզ կտոր տալ այն մարդկանց, ովքեր դա չեն գնահատում։ Երբեմն ես դեռ լաց եմ լինում գիշերով, երբ իշխանը քնած է։ Մտածում եմ Վարդուշի մասին, թե ինչպիսի աղջիկ էր նա, ինչպես էր սեղմում ինձ ջերմությամբ, ինչպես էր վախենում ամպրոպից։ Մտածում եմ Թորնուհուս մասին, ում հետ գուցե երբեք մոտ չլինենք։ Ես երկաթե չեմ, ցավում է, բայց ամեն անգամ, երբ սկսում եմ կասկածել, ճիշտ եմ արել, արդյոք չափից դուրս կոշտ եմ եղել, ես կրկին մտքումս տեսնում եմ այդ օրը ձայնագրության վրա։ Դուստրը ծնկի վրա, արդյունքներ, խոսքեր պաշտպանության մասին, իսկ կողքին լիազորագիր բոլոր հաշիվների վրա, եւ թուղթ, որտեղ ես պարզապես չկամ։ Եվ այդ ժամանակ հասկանում եմ, ինձ մոտ փափուկ տարբերակ չկար։ Կամ այն ընտրությունը, որ ես արեցի, կամ հանգիստ խաղալ հարմար, շնորհակալ մորի դերը, սпасել մինչև ամուսինս չլինի, եւ տեղափոխվել, ինչպես առանց բռնակի ճամպրուկ։ Ես ընտրեցի ինձ։ Եվ եթե դուք լսել եք մինչև այս պահը եւ չանաչել եք ձեզ առնվազն ինչ-որ բանում, հոգնածության մեջ, այն զգացումում, որ ձեզ օգտագործում են, վախի մեջ, սահման դնելու ձեր իսկ երեխաների հետ, ես ուզում եմ ձեզ ինչ-որ բան ասել։ Ոչ ասել չափահաս մարդուն դաժանություն չէ։ Հոգ տանել ինքդ քո մասին 60 տարեկանում, երբ ոչ ոք այլևս հատուկ չի հոգ տանում քո մասին, դա էգոիզմ չէ։ Դա առողջ բանականություն է։ Քո տունը քո տունն է, քո գումարները քո գումարներն են, քո կյանքը քո կյանքն է։ Եվ եթե հիմա 40-ում, 50-ում, 60-ում ես եւ լսում ես ինձ ու մտածում ես, ուշ է ամեն ինչ փոխել։ Ահա իմ պատասխանը։ Ուշ կլինի միայն այն ժամանակ, երբ այլևս չկարողանաս վեր կենալ անկողնուց։ Քանի դեռ քո ոտքերով ես քայլում, քանի դեռ կարող ես ինքդ բացել դուռը եւ դուրս գալ փողոց, ուշ չէ։ Եթե այս պատմությունն իսկապես հուզել է քեզ, եթե դու ապրել ես կամ ապրում ես անշնորհակալ երեխաների հետ, հարազատների հետ, ովքեր համարում են, որ բոլորը պարտավոր են նրանց, գրիր մեկնաբանություններում, որ քաղաքից ես եւ ինչով ես ստիպված եղել անցնել։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ ես մենակ չեմ այդպիսի բանի մեջ։ Եվ եթե ճանաչում ես մի կնոջ, ում հիմա դժվար է, ով բոլորին եւ ամեն ինչ քաշում իր վրա, իսկ պատասխանում լսում է միայն պահանջներ, ուղարկիր նրան այս տեսանյութը։ Երբեմն մեկ օտարի ես կարողացան ուժ է տալիս վերջապես վեր կենալ եւ ասել բավական է։ Բաժանորդագրվեք ալիքին,
Այստեղ ես պատմում եմ նույնպես իսկական պատմություններ, առանց գեղեցկացնելու, այն կանանց մասին, ովքեր դադարել են լինել զոհեր եւ դարձել են իրենց կյանքի տիրուհիները։ Դրեք լայք, եթե սա ձեզ հետ է արձագանքում։ Ես Ելենան եմ Երևան, 63 տարեկան։ Ես կորցրի դստերս, բայց գտա ինձ։ Եվ հիմա, ինչ էլ լինի հետո, մի բան հստակ գիտեմ։ Իմ ծերությունը իմ ծերությունն է, եւ ես այն կապրեմ արժանապատվորեն։ Շնորհակալ եմ, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Գրեք մեկնաբանություններում, քանի տարեկան եք եւ որտեղից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե ով է մեզ դիտում։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Արխիվում էլ ավելի շատ իսկական պատմություններ կան կյանքից։